Դուք կարծում եք, թե գիտեք մեր եկեղեցու իրական պատմությունը։ Սխալվում եք։ Պատմության դասագրքերը լռում են այս մասին։ Մենք տեսնում ենք ոսկեզօծ սրբապատկերներ, բայց չենք տեսնում այն սարսափը, որ թաքնված է դրանց հետևում։ Պատկերացրեք մի կնոջ, ում սեփական ամուսինը շղթայեց աղբի մեջ 6 տարի անընդմեջ, կամ մի հզոր թագավորի, ով հանկարծակի կորցրեց բանականությունը և բոլորի աչքի առաջ վերածվեց վայրի գազանի։ Սա լեգենդ չէ, սա այն արյունոտ և դաժան իրականությունն է, որի վրա կանգնած է մեր այսօրվա հավատքը, բայց ամենացնցողը դեռ առջևում է։ Այս տեսանյութում դուք կլսեք մի անբացատրելի իրադարձության մասին, որը ստիպեց հազարավոր զինվորների տեղում ծնկի գալ։ Ինչ տեսան նրանք երկնքում, որը սառեցրեց նրանց արյունը և ստիպեց նետել զենքերը։ Մենք պատրաստվում ենք բացահայտել մի գաղտնիք, որը դարեր շարունակ պահվել է վանքերի խոնավ պատերի ներսում։ Պատրաստվեք, որովհետև այն, ինչ կլսեք հիմա, հիմնովին կփոխի ձեր պատկերացումը հայ լինելու մասին։ Եթե ձեր սիրտը թույլ է, մի նայեք, բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե աշխարհի որ ծայրից ենք հետևում մեր նախնիների կանչին։ Վաղարշաբաթի խաղողի այգիներում թանձր խավարը պատել էր ամեն ինչ, կարծես երկինքը դիտմամբ փակել էր իր աստղերը, որպեսզի չտեսնի այն սարսափը, որը պատրաստվում էր կուլ տալ հայոց հողը։ Եվ այդ լռության մեջ լսվում էր միայն սրտերի խելահեղ բաղախյունը։ Հնձանի սառը քարերը, որոնք սովոր էին տեսնել միայն խաղողի քաղցր հյութը, այս գիշեր սառել էին սպասումից, զգալով, որ շուտով դրանց վրա հոսելու է ոչ թե գինի, այլ կույսերի մաքրամաքուր արյունը։ Սուրբ Գայանեն, այդ իմաստուն և անկոտրում մայրապետը, նստած էր խոնավ հատակին, գրկած ունենալով դողացող քույրերին, և նրա աչքերում կարդացվում էր ոչ թե վախ, այլ մի անասելի ծանրություն, որը կարող էր փշրել անգամ Արարատի գագաթը։ Նա գիտեր, նա զգում էր, օդը ծանր էր, հագեցած մոմի հալվող բույրով և վախի դառը համով, որը սողում էր մաշկի տակ, սառեցնելով երակները։ 37 կույսեր, 37 անմեղ հոգիներ, որոնք փախել էին Հռոմի հզոր կայսր Դիոկլետիանոսի ճիրաններից, անցել էին լեռներ ու ձորեր, կտրել էին ծովեր ու անապատներ, որպեսզի գտնեին փրկություն այս հեռավոր ու քարքարոտ երկրում։ Նրանք կարծում էին, թե գտել են խաղաղություն։ Նրանք հավատում էին, որ այս հողը կլինի իրենց ապաստանը, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հենց այս հողը դառնալու է նրանց զոհասեղանը։ Հանկարծ դրսից լսվեց մի ձայն։ Չորացած ճյուղի կոտրվելու ձայնը հնչեց որպես ամպրոպի որոտ, ստիպելով բոլորին պահել շունչը և սեղմվել իրար։ Միթե նրանք են, միթե Տրդատ թագավորի մարդիկ արդեն գտել են իրենց հետքը։ Լռությունը դարձավ ավելի ահարկու, քան ամենաբարձր աղաղակը, և այդ պահին թվում էր, թե ժամանակը կանգ է առել, հրաժարվելով առաջ շարժվել։ Գայանեն դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա դեմքը, որը լուսավորված էր միայն թրթրացող կանթեղի թույլ լույսով, նման էր սրբապատկերի, խիստ, բայց ողորմած։ Նա նայեց անկյունում կծկված սուրբ Հռիփսիմեին։ Հռիփսիմեն, այդ չնաշխարհիկ գեղեցկությունը, որը դարձել էր նրա անեծքը։ Նրա աչքերը, խորը ինչպես վանածովակը, լի էին արցունքներով, իսկ ոսկեգույն մազերը թափված էին ուսերին, որպես ծանր բեռ։ «Մայր իմ», շշնչաց Հռիփսիմեն, ձայնը դողալով, «միթե իմ գեղեցկությունն է պատճառը, որ մենք բոլորս պիտի կորչենք»։ Այս հարցը կախվեց օդում, ծանր ու մեղադրական։ Գայանեն վեր կացավ։ Նրա շարժումները դանդաղ էին, բայց լի վեհությամբ։ Կարծես նա ոչ թե թաքնված փախստական էր, այլ եկեղեցու խորանում կանգնած քահանայապետ։ Նա մոտեցավ Հռիփսիմեին, բռնեց նրա դողացող ձեռքերը և նայեց ուղիղ նրա հոգու խորքը։ «Ոչ, զավակս», ասաց նա հաստատուն ձայնով, «քո գեղեցկությունը անեծք չէ, այն սկիհ է, և այս գիշեր այդ սկիհը պետք է լցվի ոչ թե գինով, այլ հավատքի զորությամբ։ Դու չես պատկանում Տրդատին, դու չես պատկանում այս աշխարհին, դու Քրիստոսի հարսն ես, և ոչ մի երկրային թագավոր չի կարող դիպչել երկնային թագավորի ընտրյալին։ Բայց դա միայն սկիզբն էր այն փորձության, որը սպասում էր նրանց։ Հանկարծ դուռը դղրդաց, ոչ թե քամուց, այլ մարդկային բռունցքի հարվածից։ Փայտե հին դուռը ճռաց, կարծես ցավից աղաղակելով, և փոշին թափվեց վերևից։ Կույսերը ճչացին, փակելով բերանները ձեռքերով, որպեսզի ձայնը դուրս չգա։ «Բացեք», լսվեց կոպիտ հրամայական ձայնը դրսից։ «Մենք գիտենք, որ դուք այստեղ եք»։ Արքայից արքա Տրդատը պահանջում է հռոմեացի փախստականին։ Սա վերջն էր։ Կամ գուցե սկիզբը։
Հռիփսիմեն վեր թռավ տեղից։ Նրա դոհը անհետացել էր։ Նրա դեմքի վրայից անհետացել էր վախի ստվերը, եւ դրա փոխարեն հայտնվել էր մի տարօրինակ, գրեթե ահարկու վճռականություն։ Նա ուղղեց մեջքը։ Այդ պահին նա նման չէր զոհի, նա նման էր մարտիկի, ով պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր ճակատամարտին։ Նա մոտեցավ պատին հենված փայկե խաչին, համբուրեց այն եւ շրջվեց դեպի քույրերը։ «Մի վախեցեք», ասաց նա, եւ նրա ձայնը հնչեց զարմանալիորեն հանգիստ։ «Նրանք եկել են իմ մարմնի հետևից, բայց կգտնեն միայն իմ հոգու պարիսպը»։ Դուռը կոտրվեց, ներս խուժեցին զինվորները։ Նրանց զրահները փայլում էին ջահերի լույսի ներքո, կարծես դժոխային կրակներ։ Նրանք հսկաներ էին, կոպիտ դեմքերով, ձեռքերում սրեր եւ նիզակներ։ Հնձանի նեղ տարածությունը լցվեց քրտինքի, երկաթի եւ ագրեսիայի հոտով։ Զինվորների հրամանատարը, մի թիկնեղ տղամարդ, աչքերը պտտեց շուրջը, փնտրելով նրան։ Եվ երբ նրա հայացքը կանգ առավ Հռիփսիմեի վրա, նա քարացավ։ Լեգենդները չէին ստում։ Նրա գեղեցկությունը այնքան կուրացնող էր, որ նույնիսկ այս կոպիտ զինվորը մի պահ մոռացավ իր հրամանը։ «Դու ես Հռիփսիմեն», հարցրեց նա ձայնը ակամա իջեցնելով։ «Ես նա եմ, ում դուք փնտրում եք, բայց ոչ նա, ում դուք կարող եք տանել», պատասխանեց կույսը։ Զինվորը քմծի ձախեց։ Նա քայլ արեց առաջ, ձեռքը մեկնելով դեպի Հռիփսիմեն։ «Թագավորը սպասում է քեզ պալատում։ Դու կլինես թագուհի, դու կհագնես ծիրանի եւ կնստես ոսկե գահին։ Մի դիմադրի, հիմար աղջիկ, ով է փախչում բախտից։ Իմ բախտը Քրիստոսն է, իսկ իմ գահը երկնային արքայությունը», պատասխանեց Հռիփսիմեն եւ հետ քաշվեց։ Այդ պահին Գայանեն կանգնեց զինվորի եւ Հռիփսիմեի մեջտեղում։ Ծեր կինը ընդդեմ զինված տղամարդու։ Դա նման էր մոմի պայքարին փոթորքի դեմ, բայց Գայանեի հայացքում այնքան զորություն կար, որ զինվորը ակամա կանգ առավ։ «Ետ քաշվիր, անօրեն», որոտաց մայրապետը, «դու չես հասկանում, թե ում վրա ես ձեռք բարձրացնում։ Սա Աստծո տաճարն է, եւ դու պղծում ես այն քո ներկայությամբ»։ Զինվորը զայրացավ։ Նա հրեց Գայանեին, եւ սուրբ կինը ընկավ քարե հատակին։ Քույրերը ճչացին։ «Վերցրեք նրան», Գոռաց հրամանատարը, մատնացույց անելով Հռիփսիմեին։ «Իսկ մյուսներին պահեք այստեղ, մինչև նոր հրաման»։ Զինվորները հարձակվեցին։ Այնինչ տեղի ունեցավ հաջորդիվ, դուրս էր մարդկային հասկացողությունից։ Հռիփսիմեն, այդ նուրբ էակը, պայքարում էր առյուծի պես։ Նրանք փորձում էին բռնել նրա ձեռքերը, բայց նա դուրս էր պրծնում։ Նրանք փորձում էին քաշել նրան, բայց նա կարծես արմատներ էր գցել գետնին։ Սա պարզապես ֆիզիկական ուժ չէր, սա Սուրբ Հոգու զորությունն էր, որը հեղվել էր նրա մեջ։ «Տեր, օգնիր ինձ», աղոթում էր նա բարձրաձայն, «մի թող որ գազանը հոշոտի քո գառին։ Տուր ինձ ուժ, որպիսի ամաչեցնեմ հեթանոսների զորությունը»։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ Մի պահ հնձանը լցվեց տարօրինակ լույսով։ Զինվորներից մեկը, որը բռնել էր Հռիփսիմեի թիկնոցից, ետ թռավ կարծես կրակի դիպչելով։ Նա նայեց իր ձեռքերին, աչքերը լայնացած սարսափից։ Նա այրում է», կմկմաց զինվորը։ Հրամանատարը ապշած էր։ Նա երբեք նման բան չէր տեսել։ Բայց թագավորի հրամանը օրենք էր, իսկ վախը թագավորից ավելի մեծ էր, քան վախը Աստծուց։ «Կապեք նրան», գոռաց նա, թքելով գետնին, «կապեք եւ գցեք սայլը։ Եթե նա չի ուզում գնալ որպես թագուհի, կգնա որպես գերի»։ Հռիփսիմեին շրջապատեցին։ 4 հոգով հազիվ կարողացան զսպել այդ մեկ աղջկան։ Նրանք կապեցին նրա ձեռքերը կոպիտ պարաններով, որոնք կտրում էին նրա նուրբ մաշկը։ Արյունը կաթաց գետնին, խառնվելով հնձանի դարավով փոշուն։ Գայանեն, ով արդեն վեր էր կացել, փորձեց մոտենալ, բայց նիզակները փակեցին նրա ճանապարհը։ «Հռիփսիմե», կանչեց նա, «հիշիր Քրիստոսին, մի մոռացիր պսակը։ Այս տանջանքը ժամանակավոր է, բայց փառքը հավիտենական»։ Հռիփսիմեն շրջվեց։ Նրա դեմքը այլևս գեղեցիկ չէր սովորական իմաստով։ Այն ծածկված էր քրտինքով եւ փոշով, մազերը խառնված էին, շրթունքը պատռված։ Բայց երբեք ոչ մի պահ նա ավելի վեհ չէր եղել, քան հիմա։ Նա ժպտաց։ Դա հաղթողի ժպիտն էր։ «Մենք կհանդիպենք երկնքում, մայր իմ», ասաց նա։ Զինվորները դուրս տարան նրան։ Դուռը փակվեց։ Դրսից լսվեց սայլի անիվների ճարինչը եւ ձիերի դոփյունը, որը գնալով հեռանում էր դեպի արքունի պալատ։ Հնձանում մնացած 36 կանայք մնացին մենակ։ Լռությունը վերադարձավ։ Բայց այն այլևս նույնը չէր։ Այն լի էր սպասումով։ Գայանեն մոտեցավ այն տեղին, որտեղ կանգնած էր Հռիփսիմենը։
Նա ծնկի իջավ և շուրթերը հպեց գետնին թափված արյան կաթիլին։ «Սա սերմն է», շշնջաց նա։ «Սա հայոց եկեղեցու սերմն է։ Այսօր մենք կորցրինք քրոջը, բայց գտանք ճանապարհը»։ Քույրերից մեկը, ամենափոքրը, մոտեցավ նրան։ «Ինչ է լինելու մեզ հետ, մայր», հարցրեց նա արցունքոտ աչքերով։ Գայանեն վեր կացավ։ Նրա աչքերում այլևս տխրություն չկար։ Այնտեղ վառվում էր մի կրակ, որը 1000 տարի անց էլ պիտի չմարեր։ «Մեզ հետ լինելու է այն, ինչ Աստված է կամենում», ասաց նա հաստատուն։ «Բայց իմացեք, քույրեր, այս գիշեր սկսվեց պատերազմը։ Ոչ թե մարդկանց դեմ, այլ խավարի դեմ, և մենք ենք լինելու այդ պատերազմի առաջին զինվորները։ Պատրաստվեք, աղոթեք, որովհետև վաղը արևը ծագելու է կարմիր գույնով»։ Նա մոտեցավ խորշին, հանեց մի հին մաշված մագաղաթ և սկսեց կարդալ Սաղմոսը։ Նրա ձայնը սկզբում ցածր էր, բայց հետո բարձրացավ, լցրեց ամբողջ հնձանը, դուրս եկավ պատերից, տարածվեց այգիների վրա և հասավ մինչև Արարատի ձյունապատ գագաթը։ «Տերն է իմ լոյսն ու կյանքը, ես ումից վախենամ»։ Հայոց աշխարհի վրա իջնում էր ամենաերկար և ամենաարյունոց գիշերը, բայց հեռվում, շատ հեռվում, արդեն նշմարվում էր լուսավորչի կանթեղի լույսը, որը դեռ ոչ ոք չէր տեսնում, բայց որը արդեն վառվել էր խոր վիրապի խավարում։ Եվ հենց այդ պահին, երբ աղոթքը հասավ իր գագաթնակետին, հնձանի անկյունում դրված ջրով լի կուժը հանկարծակի ճաքեց, և ջուրը թափվեց գետնին, խառնվելով արյան հետքերին։ Գայանեն նայեց դրան և սարսռաց։ Նշանը տրված էր, ժամանակը սպառվել էր։ Բայց ամենազարմանալին դեռ առջևում էր։ Ոչ ոք չէր նկատել, որ դռան ճեղքից նրանց հետևում էր մի զույգ աչք, լի ատելությամբ և վախով։ Դա մատնիչն էր, ով վազելու էր թագավորի մոտ, հայտնելու, որ գլխավոր որսը դեռ ազատության մեջ է։ Գայանեն զգաց այդ հայացքը։ Նա դանդաղ շրջվեց դեպի դուռը, և նրա դեմքին հայտնվեց մի արտահայտություն, որը կստիպեր սատանային անգամ ետ քաշվել։ «Գնա», ասաց նա դատարկությանը, «գնա և ասա տիրոջդ, որ հարսանիքը սկսված է»։ Մատնիչի ոտնաձայները մարեցին գիշերային խավարի մեջ, թողնելով ետևում միայն դավաճանության դառը համը, որը խառնվել էր հնձանի խոնավ օդին։ Եվ այդ պահին թվաց, թե ամբողջ աշխարհը սեղմվեց այդ փոքրիկ քարե պատերի ներսում։ Սուրբ Գայանեն կանգնած էր անշարժ, ինչպես մի հինավուրց խաչքար, որը դարեր շարունակ դիմակայել է քամիներին ու փոթորիկներին, բայց նրա ներսում մոլեգնում էր մի այնպիսի փոթորիկ, որը կարող էր պոկել սարերը իրենց տեղից։ Նա նայեց իր շուրջը, 36 զույգ աչքեր, վախեցած, արցունքոտ, հույսը կորցրած աչքեր, որոնք նայում էին իրեն, փնտրելով պատասխաններ, որոնք գուցե չկային։ Նրանք թողել էին Հռոմի շքեղությունը, կայսերական պալատների մարմարե սյուները և փափուկ մահիճները, որպեսզի գային այս անծանոթ, քարքարոտ երկիրը, որտեղ արևը այրում էր ցերեկը, իսկ գիշերը սառեցնում էր ոսկորները։ Եվ հիմա, երբ նրանց ամենասիրելի քրոջը Հռիփսիմեին տարան դեպի Գազանի որջը, կասկածը սողում էր նրանց սրտերը օձի նման։ «Մայր», լսվեց մի թույլ ձայն անկյունից, դա Սուրբ Նունեն էր, այն նուրբ և հոգևոր աղջիկը, ով ուներ բժշկության շնորհը, բայց հիմա չէր կարողանում բժշկել սեփական վախը։ Նա մոտեցավ Գայանեին, ձեռքերը սեղմած կրծքին, կարծես փորձելով պահել դուրս թռչող սիրտը։ «Միթե Աստված լքեց մեզ», հարցրեց նա, ձայնը խեղդվելով արցունքների մեջ։ «Մենք անցանք ծովեր, մենք քայլեցինք անապատներով, մենք հասանք մինչև Արարատի փեշերը։ Միթե այս ամենը նրա համար էր, որ մենք մեռնենք այս մութ հնձանում, մոռացված ու անարգված»։ Գայանեն դանդաղ շրջվեց, նրա հայացքը խիստ էր, բայց լի անսահման սիրով։ Նա գիտեր, որ հիմա ամենակարևոր պահն է։ Եթե նա թույլ տար, որ վախը հաղթի, ապա նրանք կպարտվեին ոչ թե Տրդատին, այլ սատանային։ «Լռիր, Նունե», ասաց նա ցածր, բայց հաստատուն ձայնով, որը արձագանքեց քարե պատերից, «մի համարձակվիր Տիրոջ ճանապարհներին։ Միթե դու կարծում ես, որ Գողգոթան պարտություն էր։ Միթե դու կարծում ես, որ խաչը վերջն էր»։ Նա քայլեց դեպի կենտրոն։ «Հիշեք, թե ինչու մենք եկանք այստեղ, հիշեք այն տեսիլքը, որը մեզ առաջնորդեց։ Մենք չեկանք փրկելու մեր մարմինները, մենք եկանք ցանելու սերմեր, որոնք մի օր պտուղ կտան այս հողի վրա»։ Հայաստանը։ Այս երկիրը տարբեր էր։ Այստեղ հողը կարմիր էր, կարծես ներծծված լիներ նախնիների արյամբ։ Դարեր առաջ այստեղ էին քայլել Թադեոս և Բարթուղիմեոս առաքյալները։
Նրանք բերել էին լույսը, բայց խավարը դեռ պայքարում էր։ Գայանեն գիտեր պատմությունը։ Նա գիտեր սանդուղտ կույսի մասին, ով թագավորի դուստր լինելով ընտրեց երկնային թագը և զոհվեց հենց իր հոր ձեռքով։ Պատմությունը կրկնվում էր։ «Մենք մենակ չենք», շարունակեց Գայանեն, «այս հողի տակ, խորը փոսի մեջ, կա մեկը, ով աղոթում է մեզ համար, Գրիգորը։ Նա 13 տարի է ինչ ապրում է օձերի հետ, բայց նրա հավատքը ավելի պայծառ է, քան արևը։ Եթե նա կարող է դիմանալ, ապա ո՞մ ենք մենք, որ տրտնջանք»։ Բայց դա միայն խոսքեր չէին։ Հանկարծ դրսից լսվեց մի ուրիշ ձայն, ոչ թե զինվորների, այլ ավելի սարսափելի։ Դա թմբուկների և շեփորների ձայնն էր, որը գալիս էր վաղարշապատի մեհյաններից։ Հեթանոս քրմերը սկսել էին իրենց գիշերային ծեսը։ Նրանք զոհեր էին մատուցում Անահիտ դիցուհուն, խնդրելով պաշտպանություն օտար աղանդից։ Օդը դրսում լցված էր զոհաբերվող կենդանիների այրվող մսի հոտով և խելագար աղաղակներով։ Այդ ձայները թափանցում էին հնձանի պատերից ներս, ստեղծելով սարսափելի հակադրություն։ Մի կողմից հեթանոսական մոլուցքը, մյուս կողմից քրիստոնեական խոնարհությունը։ Սա երկու աշխարհների բախում էր։ «Նրանք վախենում են», շշնջաց շողաքաթը, մեկ այլ կույս, որը մոտեցել էր դռան ճեղքին։ «Լսում եք նրանց աղաղակները։ Նրանք զգում են, որ իրանց ժամանակը մոտենում է ավարտին»։ Գայանեն մոտեցավ նրան և ձեռքը դրեց նրա ուսին։ «Ճիշտ ես, աղջիկս, խավարը միշտ ամենախիտն է լինում լուսաբացից առաջ։ Բայց մինչև լուսաբացը մենք պետք է անցնենք կրակի միջով»։ Եվ հենց այդ պահին դուռը կրկին բացվեց։ Բոլորը ետ թռան։ Զինվորնե՞ր, դահիճնե՞ր։ Ոչ, ներս սողոսկեց մի ստվեր։ Մի ծերունի, հագին հասարակ գեղջուկի շորեր, բայց աչքերում անասելի իմաստություն։ Նա կաղում էր մի ոտքից և ձեռքին ուներ մի կապոց։ Դա Տեր Խորենն էր, տեղացի մի ծեր քահանա, ով ծածուկ պահում էր առաքելական հավատքը վաղարշապատի արվարձաններում։ Նա այն փոքրաթիվ քաջերից էր, ովքեր չէին վախենում թագավորի հրամանից։ Նա արագ փակեց դուռը և հենվեց դրան, շնչակտուր լինելով։ «Խաղաղություն ձեզ, քույրեր», ասաց նա խռպոտ ձայնով։ «Տեր հայր», բացականչեց Գայանեն, ճանաչելով նրան, «ինչ լուր ունես, ինչ եղավ Հռիփսիմեի հետ»։ Ծերունին մոտեցավ կանթեղին, նրա դողտոջուն ձեռքերը բացեցին կապոցը, որի մեջ կար մի քանի նշխար և մի փոքր շիշ գինի։ Սուրբ հաղորդություն։ Նա գիտեր, որ սա կարող է լինել նրանց վերջին ընթրիքը։ «Հրաշք, մայր իմ», ասաց նա, աչքերը փայլեցնելով, «իսկական հրաշք, ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին։ Թագավորը, այդ հսկան, ով կարող է ցլի պարանոցը կոտրել մեկ հարվածով, պարտվել է»։ Լռությունը հնձանում դարձավ շոշափելի։ «Ինչպե՞ս», հարցրեց Նունեն։ «Հռիփսիմեն», շարունակեց Տեր Խորենը, «նա ոչ միայն մերժեց նրան, այլև ֆիզիկապես հաղթեց։ Տրդատը փորձեց ուժով տիրանալ նրան, բայց Աստծո զորությունը իջավ կույսի վրա։ Նա շպրտեց թագավորին գետնին, ինչպես մի անպիտան լադ։ Նա դուրս պրծավ պալատից, անցավ պահակախմբի միջով և ինչ, անհամբեր հարցրեց Գայանեն, և նա վերադառնում է այստեղ, ավարտեց ծերունին։ Այս լուրը պետք է որ ուրախություն պատճառեր, բայց Գայանեի դեմքը մթնեց։ Նա հասկանում էր, նա գիտեր աշխարհիկ իշխանների հոգեբանությունը։ Թագավորը կարող է ներել ապստամբությունը, կարող է ներել գողությունը, բայց նա երբեք չի ներում նվաստացումը։ Մանավանդ, երբ այդ նվաստացումը գալիս է կնոջից։ «Սա վերջն է», ասաց Գայանեն ցածր ձայնով, «նա չի վերադառնում փրկվելու, նա վերադառնում է մեռնելու, և նա մենակ չի գա»։ Տեր Խորենը գլխով արեց։ «Ճիշտ ես, մայր, քրմապետը, այդ օձը, արդեն թունավորել է թագավորի միտքը։ Նա ասել է, որ դուք կախարդներ եք, որ դուք կախարդել եք թագավորին, հրամանը արդեն տրված է»։ «Ինչ հրաման»։ «Մահ, բայց ոչ սովորական մահ։ Նրանք ուզում են այնպիսի տանջանքներ, որոնք կսարսափեցնեն անգամ դժոխքի դևերին։ Նրանք ուզում են ջնջել ձեր անունները պատմությունից»։ Հնձանում լսվեց հեծկլտոց, կույսերից ոմանք ընկան ծնկների վրա, բայց Գայանեն վերցրեց նշխարը։ «Ոչ ոք չի կարող ջնջել այն, ինչ Աստված գրել է իր ձեռքով», ասաց նա։ «Տեր Խորեն,
պատրաստիր սեղանը, մենք պետք է հաղորդվենք։ Եթե վաղը մենք պետք է հանդիպենք փեսային, մենք պետք է պատրաստ լինենք հարսանիքին։ Եվ այդ մութ, խոնավ, սարդոստայիններով պատված հնձանը վերածվեց տաճարի։ Չկային ոսկե ջահեր, չկային խնկարկիչներ, չկային սարկավակներ։ Կար միայն մի հին սեղան, մի կտոր հաց և մի կում գինի։ Բայց երբեք Էջմիածնի հետագա դարավոր պատմության ընթացքում ոչ մի պատարագ չի եղել ավելի զորեղ և ավելի սրբազան, քան այդ գիշերային խորհուրդը։ Տեր Խորենը կարդում էր աղոթքները, և նրա ձայնը դողում էր, բայց ոչ թե վախից, այլ հուզմունքից։ Նա տեսնում էր այս կանանց դեմքերը, նրանք արդեն երկրի վրա չէին, նրանց աչքերում փայլում էր մի լույս, որը չէր կարող լինել այս աշխարհից։ Արեք, կերեք, այս է մարմին իմ։ Երբ Գայանեն մոտեցավ հաղորդվելու, դրսից լսվեց ձիերի դոփյուն։ Այս անգամ դա մեկ կամ երկու ձի չէր, դա մի ամբողջ գունդ էր, հողը դղրդում էր նրանց ոտքերի տակ։ Սայլերի անիվների աղմուկը, զենքերի շարաչյունը և հրամանատարների գոռոցները մոտենում էին անխուսափելի փոթորկի պես։ Տեր Խորենը ընդհատեց աղոթքը։ Նրանք եկան, շշնջաց նա։ Շարունակիր, հրամայեց Գայանեն, մինչև վերջին փշուրը։ Մենք չենք ընդհատի մեր զրույցը Աստծո հետ մարդկանց պատճառով։ Դուռը այս անգամ չկոտրեցին, այն պարզապես բացվեց հարվածից, և Շեմին հայտնվեց Հռիփսիմենը։ Բայց դա այլևս այն Հռիփսիմեն չէր, ում տարել էին։ Նրա զգեստները պատառոտված էին, մարմինը ծածկված էր կապտուկներով, բայց նա կանգնած էր ոտքի վրա, առանց օգնության։ Նրա հետևում կանգնած էին դահիճները, սրերը մերկացրած, ջահերը ձեռքներին։ Նրանց դեմքերին դաջված էր դաժանությունը, բայց նաև վախը։ Նրանք նայում էին այս կանանց, ովքեր մահվան շեմին կանգնած, հանգիստ աղոթում էին և չէին հասկանում։ Հռիփսիմենը մտավ ներս, նա քայլեց դեպի Գայանեն, ծնկի իջավ և համբուրեց նրա ձեռքը։ Ես հաղթեցի մայր, ասաց նա ժպտալով, և նրա ժպտի մեջ կար արյուն, բայց գինը վճարելու ժամանակն է։ Դահիճների գլխավորը, մի դաժանադեմ պարսիկ վարձքան, առաջ եկավ։ Նա նայեց Տեր Խորենին, հետո Գայանեին։ Թագավորը հրամայել է, ասաց նա սառը ձայնով, որ ձեր լեզուները կտրեն, որպեսզի այլևս չկարողանաք կախարդել, որ ձեր աչքերը հանեն, որպեսզի չտեսնեք արևը, և հետո ձեզ կհանձնենք կրակին։ Կույսերը սկսեցին լաց լինել, բայց Գայանեն բարձրացրեց ձեռքը։ Մենք կարիք չունենք լեզվի Աստծուն փառաբանելու համար, որովհետև սիրտը խոսում է լռության մեջ, պատասխանեց նա։ Մենք կարիք չունենք աչքերի, լույսը տեսնելու համար, որովհետև ճշմարիտ լույսը ներսում է։ Նա շրջվեց դեպի քույրերը։ Քույրեր, կանչեց նա, եկել է պահը, մի նայեք դահիճներին, նայեք խաչին, մի լսեք նրանց սպառնալիքները, լսեք հրեշտակների երգը։ Այս գիշեր մենք պարելու ենք ոչ թե հարսանիքի սրահուն, այլ սրերի վրա, բայց մեր պարը լինելու է հաղթանակի պար։ Դահիճները հարձակվեցին, առաջին հարվածը իջավ, ճիճը, որը պետք է լիներ ցավի ճիճ, վերածվեց փառաբանության։ Տեր Խորենը, փորձելով պաշտպանել Նունեին, ստացավ սրի հարվածը ուսին և ընկավ գետնին, սեղմելով սուրբ մասունքները կրծքին։ Հնձանը լցվեց քաոսով, բայց ամենազարմանալին այն էր, որ այդ սպանդի մեջ չկար ատելություն զոհերի կողմից։ Նրանք մեռնում էին, օրհնելով իրենց դահիճներին, և դա ավելի էր կատաղեցնում զինվորներին։ Նրանք ուզում էին տեսնել վախ, ստորացում, ահերսանք, բայց տեսնում էին միայն սեր և խաղաղություն։ Եվ հանկարծ, երբ դահիճը բարձրացրեց սուրը Գայանեի գլխին, տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Հնձանի քարե պատը ճաքեց, ոչ թե հարվածից, այլ կարծես ներսից եկող ճնշումից։ Ճեղքից դուրս ժայթքեց մի լուսավոր սյուն, որը կուրացրեց բոլորին։ Դահիճը քարացավ, սուրը օդում պահած։ Ինչ է սա, գոռաց նա, ձեռքով փակելով աչքերը։ Ձայնը, մի ձայն, որը նման չէր մարդկային ձայնի, լսվեց վերևից։ Դա որոտ էր, բայց նաև երաժշտություն, համբերե, հավատարիմ ծառաներ։ Լույսը պարուրեց Գայանեին։ Նա կանգնած էր արյան և դիակների մեջտեղում, բայց թվում էր, թե նա կանգնած է ամպերի վրա։ Նրա դեմքը փայլում էր։ Տեսնում եք, բղավեց նա, մատնացույց անելով առաստաղը։ Երկինքը բաց է, փեսան եկել է։ Դահիճները ետ քաշվեցին սարսափահար։ Նրանք հասկացան, որ կռվում են մի ուժի դեմ, որը վեր է իրենց թագավորի ուժից։
Նրանք սկսեցին փախչել։ Այո, զինված տղամարդիկ փախչում էին անզեն մեռնող կանանցից, բայց դա միայն պահի ազդեցություն էր։ Դրսում հրամանատարը, տեսնելով իր զինվորների փախուստը, կատաղեց։ Նա հանեց իր ծանր նիզակը և նետեց դեպի բաց դուռը։ Նիզակը սուլեց օդում օձի պես և այն խոցեց Գայանեի կուրծքը։ Մայրապետը ցնցվեց։ Նա դանդաղ, շատ դանդաղ ընկավ ծնկների վրա։ Լույսը չմարեց, բայց դարձավ կարմիր։ Նա նայեց Հռիփսիմեին, ով կանգնած էր նրա կողքին։ Ավարտվեց, շշնջաց Գայանեն։ Սերմը ցանվեց։ Հիմա հերթը Գրիգորինն է։ Եվ նա փակեց աչքերը։ Լռություն։ Այս անգամ մեռյալ լռություն։ Զինվորները, տեսնելով առաջնորդի մահը, ոգևորվեցին և նորից հարձակվեցին։ Սկսվեց վերջին, ամենադաժան ջարդը։ Բայց ոչ ոք չնկատեց, որ տեր Խորենը, վիրավոր և արյունակամ, սողալով դուրս էլ եկել ետնամուտքից։ Նա իր հետ տանում էր մի փոքրիկ կտոր Գայանեի թիկնոցից, թաթախված նրա արյան մեջ։ Նա գիտեր, որ պետք է հասնի Արտաշատ։ Նա պետք է հասնի խոր վիրապ։ Նա պետք է լուրը հասցնի նրան, ով սպասում է փոսի մեջ։ Որովհետև պատմությունը չէր ավարտվում, այն նոր էր սկսվում։ Եվ այդ սկիզբը գրվում էր ոչ թե թանաքով, այլ նահատակների արյամբ, որը հոսում էր Վաղարշապատի փողոցներով, ներկելով խաղողի այգիները մուգ, սրբազան կարմիրով։ Արարատյան դաշտի վրա կախված լռությունը ծանր էր, ինչպես գերեզմանակարը, որը ճնշում էր ոչ միայն հողը, այլև յուրաքանչյուր հայի շնչառությունը։ Եվ այդ գիշեր աստղերը կարծես ամաչում էին նայեր ներքև, տեսնելու համար այն սրբապղծությունը, որը կատարվել էր Վաղարշապատի հնձաններում։ Տեր Խորենը սողում էր խոտերի միջով։ Նրա ծերունազարդ մարմինը ցավում էր յուրաքանչյուր շարժումից, ուսի վերքը այրվում էր կրակի պես, բայց նրա կրծքի տակ պահված փոքրիկ կտորը, Սուրբ Գայանեի արյունոտ թիկնոցի մասունքը, նրան տալիս էր անբացատրելի ուժ։ Նա չէր փախցում իր կյանքը փրկելու համար։ Նա վազում էր, որպեսզի վկայությունը չմեռնի։ Քամին սուլում էր նրա ականջին։ «Ուր ես գնում, ծերունի», կարծես հարցնում էր քամին։ «Միթե չես տեսնում, որ ամեն ինչ ավարտված է»։ Բայց դա միայն սկիզբն էր։ Վաղարշապատի պարիսպներից ներս իրավիճակը եռում էր, ինչպես կաթսան դժոխքի կրակի վրա, և մարդիկ դուրս էին թափվել փողոցներ, լսելով սարսափելի լուրերը։ Տրդատ թագավորի պալատում տիրում էր խուճապ, որը խառնված էր կատաղության հետ։ Զինվորները, ովքեր վերադարձել էին սպանդից, լուռ էին։ Նրանց աչքերում դաջված էր սարսափը։ Նրանք տեսել էին, թե ինչպես են նահատակների մարմինները լուսավորվում։ Նրանք լսել էին երկնային ձայները, և հիմա նրանց ձեռքերը դողում էին, անկարող լինելով բռնել գինու գավաթները։ Արքունի դահլիճում Տրդատը քայլում էր առաջ ու ետ։ Նրա հսկայական ստվերը պարում էր պատերի վրա, ջահերի թրթռացող լույսի ներքո ստեղծելով հրեշավոր պատկերներ։ Նա զայրացած էր։ Նա սպանել էր նրանց։ Նա հրամայել էր ջնջել նրանց հետքը, բայց ինչու էր նրա սիրտը տագնապում։ Ինչու էր Հռիփսիմեի հայացքը դեռ հետապնդում նրան։ Նրանք կախարդներ էին, գոռաց թագավորը, շրջելով ծանր սեղանը, նրանք թունավորել էին իմ միտքը։ Քրմապետը սպիտակ զգեստներով և սառը օձի աչքերով մի ծերունի մոտեցավ նրան։ «Տեր արքա», ասաց նա մեղմ, բայց թունավոր ձայնով, «ժողովուրդը տագնապած է։ Նրանք ասում են, որ լույս են տեսել հնձանների կողմից։ Նրանք ասում են, որ օտարների Աստվածը զորեղ է։ Մենք պետք է զոհեր մատուցենք։ Շատ զոհեր»։ Տրդատը կանգ առավ։ «Զոհեր», հարցրեց նա հեգնանքով։ «Ես նրանց տվեցի 37 զոհ։ Միթե դա բավական չէր ձեր աստվածներին»։ «Արյունը պահանջում է արյուն», պատասխանեց քրմապետը, «բայց կա մեկը, ով դեռ ողջ է, մեկը, ով թաքնված է մարդկանց մեջ և տարածում է այդ թույնը։ Ո՞վ։ Այն ծեր քահանան, Խորենը։ Նա փախել է»։ Տրդատի աչքերը լցվեցին արյամբ։ «Գտեք նրան», մռնչաց նա, «գտեք և բերեք ինձ մոտ, ես ինքս կպոկեմ նրա սիրտը»։ Այդ պահին քաղաքի մյուս ծայրում մի մութ ու խոնավ նկուղում հավաքվել էին նրանք, ովքեր դեռ հավատում էին, Հայաստանի առաջին քրիստոնյաները։ Նրանք քիչ էին, վախեցած, բայց միասնական։ Սենյակի կենտրոնում վառվում էր միայն մեկ մոմ, որը խորհրդանշում էր նրանց մարող հույսը։
Ներս մտավ մի երիտասարդ, Վահանը, նա շնչակտուր էր, նրանք սպանեցին բոլորին, շշնջաց նա, և այդ բառերը ընկան ներկաների գլխին ինչպես քարեր, Հրիփսիմեն, Գայանեն, բոլորը, մարմինները նետված են փողոցներում, գազանների համար, ոչ ոքի թույլ չեն տալիս մոտենալ, սենյակում լսվեց կանանց հեծկլտոցը, մի ալեհեր տղամարդ ավագ երեց Թորոսը վեր կացավ, նա հենվեց իր գավազանին և նայեց հավաքվածներին, նրա դեմքը խորշոմած էր, Բայց աչքերում դեռ կյանք կար։ Լաց մի եղեք, ասաց նա խիստ, արցունքները ջուր են, իսկ մենք կարիք ունենք կրակի։ Միթե չեք հասկանում, սա պարտություն չէ, սա մկրտություն է։ Ինչպիսի մկրտություն, հայր, բղավեց երիտասարդներից մեկը, մենք ոչնչացված ենք, եկեղեցին մեռավ, դեռ չծնված, մենք պետք է փախչենք, Պարսկաստան, Հռոմ, ուր ուզում է, միայն թե հեռու այս անիծված հողից։ Հակամարտությունը սրվեց, սենյակը բաժանվեց երկու մասի, ոմանք ուզում էին փախչել, ոմանք մնալ, վախը բախվում էր հավատքին, սա հայ ժողովրդի հավերժական երկընտրանքն էր, գոյատևե օտար ափերում, թե մեռնել հայրենի հողում, Թորոսը խփեց գավազանով գետնին, լռեք, որոտաց նա, ուր փախչենք, Աստծուց հեռու տեղ չկա, եթե մենք թողնենք այս հողը, ով կթաղի սրբերի մարմինները, ով կպահի Գրիգորի հիշատակը, Գրիգորը մեռած է, պատասխանեց Վահանը հուսահատ, 15 տարի է անցել, ոչ ոք չի կարող ապրել այդ փոսում, դա գերեզման է, ոչ թե բանտ, և հենց այդ պահին դուռը դանդաղ բացվեց, շեմին կանգնած էր Տեր Խորենը, նա նման էր ուրվականի, արյունոտ, փոշոտ, հազիվ կանգնած ոտքերի վրա, բոլորը սառեցին, նա մտավ ներս և սենյակում տարածվեց մի տարօրինակ, անուշահոտ բույր, խառնված արյան հոտին, նա հանեց ծոցից թիկնոցի կտորը և դրեց սեղանին, նա ողջ է, ասաց Խորենը, ձայնը հազիվ լսելի, և նա սպասում է, ո՞վ, հարցրեց Թորոսը, Գրիգորը, ես տեսա նրան, սա անհավանական էր, ոչ ոք չէր կարող հավատալ, Տեր Խորենը պատմեց, թե ինչպես է գիշերով հասել խոր վիրապ, թե ինչպես է մոտեցել փոսին և կանչել, և թե ինչպես է խորքից, խավարի միջից լսվել ձայնը, ոչ թե թույլ մահամերդ մարդու ձայն, այլ հզոր մարգարեական ձայն, գնա և ասա ժողովրդին, որ ժամը հասել է, արյունը, որ թափվեց, սերմն է, հնձանը լցվել է և շուտով Տերը կճզմի խաղողը, այս խոսքերը էլեկտրական հոսանքի պես անցան բոլորի միջով, ինչ պետք է անենք, հարցրեց Վահանը, որի աչքերում հուսահատությունը փոխարինվել էր զարմանքով, մենք պետք է թաղենք նահատակներին, ասաց Խորենը, գիշերով, գաղտնի, դա կլինի մեր առաջին հաղթանակը վախի դեմ, բայց դրսում իրավիճակը գնալով վատանում էր, Տրդատ թագավորը որոշել էր որսի գնալ, նա ուզում էր սպանել, նա ուզում էր տեսնել արյուն, որը կլռեցներ իր խղճի ձայնը, նա հավաքեց իր շքախումբը և ուղղվեց դեպի ազատ գետի հովիտը, ձիերը վարգում էին, շները հաչում էին, բայց թագավորի դեմքը գունատ էր, հանկարծ անտառի եզրին նա տեսավ մի բան, մի սպիտակ եղնիկ, բայց երբ նա լարեց աղեղը, եղնիկը շրջվեց, և Տրդատը տեսավ ոչ թե կենդանու աչքեր, այլ Հռիփսիմեի աչքերը, նույն մաքուր, դատապարտող հայացքը, թագավորի ձեռքը դողաց, նետը թռավ և դիպավ ծառին, անիծյալ, գոռաց նա և խփեց ձիուն, ձին ծառս եղավ, Տրդատը, այդ անպարտելի հսկան, ով հաղթել էր օլիմպիական խաղերում, ով մենամարտել էր առյուծների հետ, հանկարծ կորցրեց հավասարակշռությունը և ընկավ, նա գլորվեց գետնին, նախարարները վազեցին դեպի նա, Տեր արքա, գոչեցին նրանք, Տրդատը փորձեց վեր կենալ, բայց նա չկարողացավ, նրա ձեռքերը, նրա հզոր ձեռքերը սկսեցին կծկվել, նրա մատները ծռմռվեցին, նրա մաշկը սկսեց մգանալ և ծածկվել կոշտ մազերով, նա փորձեց խոսել, հրամայել, հայհոյել, բայց նրա կոկորդից դուրս եկավ միայն մի սարսափելի, անասնական ձայն, խրխրոց, նախարարները ետ քաշվեցին սարսափահար, նրանք տեսնում էին անհնավինը, նրանց աչքի առաջ հայոց աշխարհի տիրակալը, Արշակունյաց զարմի պարծանքը կերպարանափոխվում էր, նրա դեմքը ձգվեց, քիթը լայնացավ, ատամները դարձան ժանիքներ, վարազ, ճչաց մեկը, նա դառնում է վարազ,
Տրդատը, խելագարված ցավից եւ սարսափից, սկսեց կրծել սեփական մարմինը։ Նա չորեքթաթ վազեց դեպի անտարի խորքը, արձակելով սահմռկեցուցիչ ճիչեր, որոնք նման չէին ոչ մարդու, ոչ գազանի ձայնի։ Լուրը հասավ քաղաք ավելի արագ, քան քամին։ Թագավորը պատժվել է, Աստված զարկել է նրան։ Վաղարշապատում սկսվեց քաոս։ Զինվորները լքեցին դիրքերը։ Քրմերը փակվեցին մեհյաններում։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, չիմանալով ուրախանալ, թե լաց լինել։ Երկիրը մնացել էր առանց գլխի։ Իսկ այդ ժամանակ նկուղում Թորոսը եւ մյուսները դեռ աղոթում էին։ Նրանք չգիտեին դրսի իրադարձությունների մասին։ Նրանք պատրաստվում էին գնալ եւ գողանալ մարմինները։ Դուռը կրկին բացվեց։ Այս անգամ ներս ընկավ Խոսրովի դուխտը, թագավորի քույրը։ Նա ծածկված էր սև քողով եւ նրա աչքերը լի էին արցունքներով։ Նա գիտեր այս գաղտնի հավաքատեղի մասին, քանի որ ինքն էլ ծածուկ համակրում էր քրիստոնյաներին։ Բոլորը վեր թռան։ Թագավորի քույրը այստեղ։ Օգնեք, հեծկլտաց նա, ընկնելով Թորոսի ոտքերի առաջ։ Եղբայրս, նա կորած է, դևերը տիրել են նրան, նա այլևս մարդ չէ։ Մենք գիտենք, թե ով է նրան պատժել, ասաց Թորոսը սառը ձայնով, եւ մենք չենք կարող օգնել։ Նա թափեց անմեղ արյուն։ Բայց ես տեսիլք տեսա, բղավեց Խոսրովի դուխտը, եւ սա այն պահն էր, որը փոխեց ամեն ինչ։ Սենյակում քար լռություն տիրեց։ Տեսիլք, հարցրեց տեր Խորենը, մոտենալով նրան։ Այո, շարունակեց իշխանուհին, երազիս մեջ ինձ երևաց մի լուսավոր մարդ։ Նա ասաց, որ Հայաստանի փրկությունը եւ եղբորս բժշկությունը միայն մեկ մարդու ձեռքում է։ Ո՞ւմ, հարցրեցին բոլորը միաբերան։ Խոսրովի դուխտը բարձրացրեց գլուխը։ Նրա դեմքին կար հույսի եւ սարսափի խառնուրդ։ Նա ասաց. «Գնացեք եւ հանեք Գրիգորին խոր փոսից։ Միայն նա կարող է բժշկել թագավորին եւ լուսավորել երկիրը»։ Սենյակը կարծես պայթեց։ Մարդիկ նայում էին իրար։ Գրիգորը, թագավորը, ինչպես կարող է զոհը բժշկել Դահիջին։ Ինչպես կարող է 15 տարվա բանտարկյալը փրկել մի ամբողջ թագավորություն։ Սա դեմ էր ամեն տեսակ տրամաբանությանը, սա դեմ էր մարդկային արդարությանը։ Վահանը առաջ եկավ։ Ոչ, ասաց նա կտրուկ, թող նա մեռնի, թող տրդատը սատկի վարազի պես։ Դա է Աստուծո արդարությունը։ Ինչու պետք է Գրիգորը փրկի նրան։ Թորոսը դրեց ձեռքը Վահանի ուսին։ Որովհետև որդիս, ասաց ծերունի իմաստուն հայացքով, Աստուծո արդարությունը վրեժը չէ, Աստուծո արդարությունը ողորմությունն է։ Եվ եթե Գրիգորը դուրս գա այն փոսից, նա դուրս կգա ոչ թե որպես դատավոր, այլ որպես բժիշկ։ Բայց խնդիրը ավելի բարդ էր, քան թվում էր։ Պալատականները, լսելով Խոսրովի դուխտի երազի մասին, ծաղրել էին նրան։ Գրիգորը վաղուց մեռած է, ասել էին նրանք, նրա ոսկորներն անգամ չեն մնացել։ Ոչ ոք չէր հավատում, ոչ ոք չէր ուզում գնալ Արտաշատ։ Մենք պետք է գնանք, ասաց Խոսրովի դուխտը, բայց ես մենակ չեմ կարող, ինձ պետք է ձեր օգնությունը։ Հիմա ընտրությունը նրանցն էր։ Գնալ եւ օգնել նրանց, ովքեր սպանել էին իրենց քույրերին ու մայրերին։ Գնալ եւ բացել այն փոսը, որը դարձել էր նրանց հավատքի խորհրդանիշը։ Տեր Խորենը վերցրեց սեղանից Սուրբ Գայանեի մասունքը։ Մենք կգնանք, ասաց նա, բայց ոչ թե թագավորի համար։ Մենք կգնանք Հայաստանի համար։ Պատրաստվեք, վաղը առավոտյան մենք կուղևորվենք դեպի Խոր Վիրապ, եւ թող Աստված ողորմի մեզ, եթե մենք այնտեղ գտնենք միայն ոսկորներ։ Դրսում որոտաց ամպրոպը։ Անձրևը սկսեց տեղալ, լվանալով Վաղարշապատի փողոցների արյունը։ Բայց այդ անձրևը սև էր, մրի ու մոխրի պես։ Բնությունը սգում էր։ Իսկ հեռվում, անտարի խորքում, լսվում էր մի վայրի գազանի ոռնոց, որը ժամանակին թագավոր էր եղել։ Խավարը ամենախիտն էր, բայց հենց այդ խավարի մեջ, հողի տակ, մի սիրտ դեռ բաբախում էր, սպասելով այն պահին, երբ քարը կգլորվի եւ Հայաստանը կտեսնի լույսը։ Վահանը նայեց Թորոսին։ Իսկ եթե նա ողջ չէ, հարցրեց նա վերջին անգամ։ Թորոսը ժպտաց, տխուր, բայց լուսավոր ժպիտով։ Եթե նա ողջ չէ, ապա մենք բոլորս մեռած ենք, պատասխանեց նա, բայց իմ սիրտը ասում է, որ վաղը մենք ականատես կլինենք մի բանի, որը կփոխի աշխարհի պատմությունը։ Նրանք դուրս եկան գիշերվա մեջ։ Ճանապարհը դեպի Խոր Վիրապ երկար էր եւ վտանգավոր, բայց նրանք գնում էին ոչ թե ոտքերով, այլ հավատքով։
Եվ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ է սպասվում նրանց այնտեղ, օձերի և կարիճների այդ սարսափելի փոսում։ Արտաշատի ճանապարհը ձգվում էր օձի պես, ոլորապտույտ և վտանգավոր։ Եվ յուրաքանչյուր քայլը, որը կատարում էր այս փոքրիկ, տարօրինակ խումբը, թվում էր, թե տանում է ոչ թե դեպի փրկություն, այլ դեպի անխուսափելի կործանում։ Փոշին, որը բարձրանում էր նրանց ոտքերի տակից, խեղդում էր կոկորդը, բայց ավելի խեղդող էր այն ծանր, կապարե լռությունը, որը կախված էր նրանց գլխավերևում։ Արդյոք սա ճիշտ որոշում էր, կասկածը կրծում էր բոլորին։ Խոսրովի դուխտը, արքայաքույրը, քայլում էր առջևից, բայց նրա քայլվածքի մեջ չկար նախկին հպարտությունը։ Նա փաթաթված էր սև քողի մեջ, որպեսի ոչ ոք չճանաչի իրեն, որպեսի ռամիկները չտեսնեն, թե ինչպես է արշակունյաց տան դուստրը գնում խոնարհվելու մի դատապարտյալի գերեզմանին։ Նրա սիրտը բաբախում էր վախից, բայց ոչ թե մահվան վախից, այլ խայտառակության։ Ինչ կասեն նախարարները։ Մտածում էր նա, սեղմելով դողացող մատները. եթե Գրիգորը մեռած լինի, ես կդառնամ ծաղրի առարկա, ես կդառնամ այն խելագար կինը, ով հավատաց երազներին և առաջնորդեց ժողովրդին դեպի ոչինչ։ Սա ավելի վատ էր, քան մահը։ Հայոց աշխարհում պատիվը ամեն ինչ էր, իսկ նա հիմա դնում էր զոհասեղանին ոչ միայն իր, այլև ամբողջ արքունիքի պատիվը։ Եթե նա սխալվեր, պատմությունը նրան կհիշեր որպես դավաճան կամ խելագար։ Տեր Խորենը հազիվ էր շարժում ոտքերը, նրա վերքը բորբոքվել էր, յուրաքանչյուր շունչը ցավ էր պատճառում, կարծես կրծքավանդակում մեխեր լինեին, բայց նա չէր կանգնում։ Նա նայում էր հորիզոնին, որտեղ երևում էին Արտաշատի պարիսպները, և աղոթում էր։ Ոչ թե հրաշքի համար, այլ ուժի համար, դիմակայելու այն հիասթափությանը, որը գուցե սպասում էր նրանց։ «Հայր», շշնջաց Վահանը, մոտենալով նրան, «տեսնում ես այն սև ամպերը քաղաքի վրա, դա վատ նշան է։ Մարդիկ ասում են, որ դևերը հավաքվել են փոսի շուրջը և պարում են»։ Խորենը կանգ առավ և նայեց երիտասարդին։ «Մարդիկ շատ բան են ասում, որդիս», պատասխանեց նա խռպոտ ձայնով։ «Նրանք ասում էին, որ Քրիստոսը չի հառնի, նրանք ասում էին, որ Հռիփսիմենը թույլ է։ Միթե դու հավատում ես մարդկանց, թե Աստծուն»։ Բայց Վահանի աչքերում վախը չանհետացավ։ Երբ նրանք մոտեցան քաղաքի դարպասներին, իրավիճակը կտրուկ վատացավ։ Պահակախումբը կրկնապատկվել էր։ Զինվորները, ովքեր լսել էին թագավորի կերպարանափոխության մասին, ջղային էին և դաժան։ Նրանք ամենուր դավադրություն էին փնտրում։ Տեսնելով մոտեցող խմբին, նրանք խաչեցին նիզակները։ «Կանգնեք», գոռաց հրամանատարը, մի դեմքով, որը այլանդակված էր հին սպիով։ «Ուր եք գնում այս ժամին։ Արտաշատը փակ է Ս-կո համար»։ Խոսրովի դուխտը առաջ եկավ։ Նա դանդաղ իջեցրեց քողը։ Զինվորները քարացան։ «Իշխանուհի», կմքմաց հրամանատարը ծնկի իջնելով, «մենք չգիտեինք, մենք կարծում էինք, թե դուք»։ «Վեր կաց», հրամայեց նա սառը թագավորական ձայնով, որը թաքցնում էր նրան ներքին դողը։ «Ես գնում եմ արքունի բանտ, բացեք ճանապարհը»։ Հրամանատարը վեր կացավ, բայց նրա աչքերում կասկած հայտնվեց։ «Բանտը, տիրուհի, բայց այնտեղ միայն մահապարտներն են և նա, այն հին բանտարկյալը, որի անունը տալն անգամ արգելված է։ Քրմապետը հրամայել է ոչ ոքի չթողնել մոտենալ խոր վիրապին։ Նա ասում է, որ այնտեղից թույն է դուրս գալիս։ Ահա և առաջին լուրջ խոչընդոտը։ Եկեղեցական իշխանությունը, հեթանոսական քրմությունը դեմ էր դուրս գալիս աշխարհիկ իշխանությանը։ Սա բախում էր, որը կարող էր վերածվել քաղաքացիական պատերազմի։ Եթե Խոսրովի դուխտը պնդեր, զինվորները կարող էին չենթարկվել, վախենալով աստվածների ցասումից։ «Դու համարձակվում ես քննարկել իմ հրամանը», բղավեց նա, փորձելով պահպանել դիրքը։ «Իմ եղբայրը, ձեր թագավորը, տառապում է, իսկ դուք լսում եք քրմերի հեքիաթները»։ Բայց տիրուհի, հրամանատարը նայեց իր զինվորներին, ովքեր անհանգիստ շշնջում էին. «Մարդիկ խոսում են, նրանք ասում են, որ դուք դավաճանել եք հայրենի աստվածներին։ Եթե մենք բացենք դարպասները, ամբոխը կարող է հարձակվել»։ Ինչ կասեն մարդիկ։ Այս նախադասությունը կրկին հնչեց որպես դատավճիռ։ Խոսրովի դուխտը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Նա հասկացավ, որ իր հեղինակությունը այլևս բավարար չէ, վախը ավելի ուժեղ էր, քան հարգանքը։ Եվ այդ պահին միջամտեց Թորոսը։ Ծերունին մոտեցավ հրամանատարին։ Նա չուներ զենք, չուներ ոսկի, բայց ուներ մի բան, որը ստիպեց զինվորին ետ քաշվել՝ հայացք։
Լսիր զինվոր, ասաց նա հանգիստ, դու վախենում ես ամբոխից, բայց չես վախենում նրանից, ով վարազ դարձրեց քո թագավորին։ Միթե կարծում ես, որ քրմերը կարող են փրկել Տրդատին։ Նրանք զոհաբերեցին հազարավոր ցլեր, բայց թագավորը դեռ ոռնում է անտառում։ Մենք տանում ենք դեղամիջոցը, եթե դու կանգնեցնես մեզ, թագավորի արյունը քո վրա կմնա։ Զինվորը տատանվեց։ Սա շրջադարձային պահ էր, վախը Աստծուց բախվեց վախին մարդկանցից։ Բացեք, հրամայեց նա վերջապես, ատամդները սեղմելով, բայց ես ձեզ հետ չեմ գա, եւ եթե այնտեղից դուրս գա դևը, ես առաջինը կկտրեմ ձեր պարանոցները։ Դարպասները բացվեցին ծանր ճռինչով, նրանք մտան միջնաբերդ, խոր վիրապը, այդ սարսափելի անունը, որը նշանակում էր խորը փոս, արդարացնում էր իրեն։ Տեղանքը ամայի էր, քարքարոտ, եւ օդում կախված էր նեխած մսի եւ խոնավության գարշահոտությունը։ Այստեղ լցնում էին հանցագործներին, որպեսի նրանք դանդաղ մահանան սովից եւ օձերի խայթոցներից։ Փոսի բերանը ծածկված էր ծանր քարով։ Շուրջը հավաքվել էին մի քանի պահակներ, ովքեր զբաղված էին զար խաղալով։ Տեսնելով եկվորներին, նրանք վեր թռան։ Նրանց դեմքերին չկար հարգանք, կար միայն հեգնանք։ Էհե, բացականչեց նրանցից մեկը, մի կարճլիկ չար աչքերով մարդ։ Նայեք, թե ովքեր են եկել, արքայաքույրը որոշել է այցելել մեր ընկերոջը, ուշացել եք տիրուհի, նա վաղուց լռել է, երևի օձերը վերջապես կերան նրա լեզուն։ Խոսրովի դուխտը չպատասխանեց, նա նայեց քարին, այն թվում էր անշարժ, հավերժական, ինչպես մահը։ Հեռացրեք քարը, ասաց նա։ Պահակները ծիծաղեցին։ Հեռացնել, իսկ ով կվճարի դրա համար, մենք հրաման ունենք չբացելու, բացի այդ, այնտեղից այնպիսի հոտ է գալիս, որ ձեր նուրբ քիթը չի դիմանա։ Իրավիճակը սրվեց, Վահանը, ով մինչ այդ լուր էր, չդիմացավ, նա հանեց իր գոտուց մի քսակ լի արծաթով և նետեց պահակների ոտքերի տակ, քսակը բացվեց և մետաղադրամները թափվեցին փոշու մեջ։ Սա բավական է, շան որդիներ, գոռաց նա։ Պահակների աչքերը փայլեցին, ագահությունը հաղթեց վախին։ Նրանք հավաքեցին դրամները և մոտեցան քարին։ 4 հոգով, հևալով և հայհոյելով, նրանք հազիվ կարողացան շարժել այն։ Քարը տեղաշարժվեց, և անմիջապես, ասես դժոխքի դարպասները բացվեցին, փոսից դուրս ժայթքեց մի սարսափելի, գարշելի հոտ։ Դա մահվան, խոնավության և սողունների հոտն էր։ Խոսրովի դուխտը ետ քաշվեց, դեմքը ծածկելով քողով։ Թորոսը հազաց, անգամ պահակները քիթները փակեցին։ Ահա ձեր սուրբը, քմծիծաղեց պահակը, վայելեք բույրը։ Լռություն։ Փոսի խորքից ձայն չկար, միայն խավար, սև, թանձր խավար, որը կուլ էր տալիս լույսը։ Գրիգոր, կանչեց տերխորենը, նրա ձայնը դողում էր։ Գրիգոր, ողջ ես։ Պատասխան չկար։ Միայն արձագանքը հնչեց դատարկության մեջ։ Ողջ ես, ողջ ես։ Վահանը մոտեցավ եզրին և նայեց ներքև։ Ոչինչ չէր երևում։ Նա մեռած է, շշնջաց նա հուսահատ։ Ես գիտեի։ Մենք խաբվեցինք։ Մենք եկանք երկրպագելու ոսկորներին։ Հույսը փշրվում էր աչքի առաջ։ Պահակները սկսեցին ծիծառել ավելի բարձր։ Մենք ասում էինք ձեզ, 15 տարի, ոչ մի մարդ չի կարող ապրել 15 տարի առանց լույսի, օձերի մեջ։ Նա մեռավ առաջին իսկ տարում։ Մենք պարզապես հաց էինք նետում, որովհետև դե սովորություն էր։ Խոսրովի դուխտը ընկավ ծնկների վրա։ Նրա արցունքները հոսում էին անարգել։ Նա պարտվեց։ Նա ձախողեց եղբորը, ձախողեց Աստծուն։ Բայց տեր խորենը չէր հանձնվում։ Նա հանեց մի երկար պարան, որը բերել էին իրենց հետ։ Իջեցրեք պարանը, հրամայեց նա Վահանին։ Իմաստ չունի, հայր, իջեցրու։ Վահանը հնազանդվելով կապեց պարանը մեծ քարին և նետեց մյուս ծայրը փոսի մեջ։ Պարանը սահեց ներքև, մետր առ մետր, 10 մետր, 20 մետր, 30 մետր, այն հասավ հատակին, թուլացավ։ Բոլորը սպասում էին, րոպեները ձգվում էին ժամերի պես, ոչ մի շարժում, պարանը մնում էր անշարժ։ Տեսնում եք, ասաց պահակը, մոտենալով, որպեսզի կտրի պարանը, բավական է, գնացեք տուն, քանի դեռ թագավորը չի իմացել այս հիմարության մասին։ Նա հանեց դաշույնը, և հենց այդ պահին, պարանը ձգվեց, ոչ թե ուժեղ, այլ թույլ, շատ թույլ ցնցումով, կարծես մեկը ներքևից հազիվ դիպավ դրան, բոլորը քարացան։ Քամին է, ասաց պահակը, ձեռքը դողալով, կամ օձը փաթաթվել է,
Ոչ, գոռաց խորենը, քաշեք, հանուն Աստծո, քաշեք։ Վահանը եւ Թորոսը բռնեցին պարանից։ Նրանք սկսեցին քաշել։ Ծանր էր, շատ ծանր, բայց դա մեռած մարմնի ծանրություն չէր։ Դա կենթանի մարդու ծանրություն էր, ով օգնում էր, ով բռնվել էր։ Նա գալիս է, շնչակտուր ասաց Վահանը, բայց խնդիրները չէին ավարտվել։ Հենց այդ պահին միջնաբերդի դարպասները բացվեցին, եւ ներս խուժեց մի խումբ զինված մարդիկ։ Նրանց գլխավորում էր ոչ թե զինվոր, այլ քրմապետի օգնականը, սևազգեստ մի մոք։ Նա տեսել էր շարժումը եւ հասկացել էր, թե ինչ է կատարվում։ «Կանգնեք», գոռաց նա, ձայնը լի ատելությամբ, «կտրեք պարանը, անմիջապես»։ Պահակները շփոթվեցին։ Մի կողմից իշխանուհին, մյուս կողմից քրմապետի հրամանը։ «Եթե դուք հանեք այդ դևին», շարունակեց մոքը, մոտենալով փոսին, «նա կոչնչացնի Հայաստանը, նա անիծված է, նա կբերի ժանտախախտ, կտրեք»։ Մոքը ինքը հանեց սուրը եւ վազեց դեպի պարանը։ Վահանը եւ Թորոսը, ովքեր պահում էին պարանը, անպաշտպան էին։ Նրանք չէին կարող բաց թողնել, այլապես Գրիգորը կընկներ եւ կջարդվեր։ Նրանք թիրախ էին։ Խոսրովի դուխտը կանգնեց մոքի ճանապարհին։ «Դու պետք է սպանես ինձ, որպիսի հասնես պարանին», ասաց նա։ Մոքը կանգ առավ։ Նրա աչքերը լցված էին մոլեռանդությամբ։ «Եթե պետք լինի, կսպանեմ», սուլեց նա, «հանուն Աստվածների»։ Նա բարձրացրեց սուրը։ Իրավիճակը հասավ գագաթնակետին։ Պարանը դեռ կիսով չափ բարձրացված էր։ Գրիգորը կախված էր անդունդի վրա։ Մոքը պատրաստվում էր հարվածել արքայաքրոջը։ Պահակները չէին իմանում ում ենթարկվել։ Եվ այդ պահին փոսի խորքից, դեռևս անտեսանելի խավարից լսվեց մի ձայն։ Դա մարդկային ձայն չէր, դա նման էր ընդերքից եկող որոտի, բայց միևնույն ժամանակ հրեշտակային երգեցողության։ Դա Սաղմոս էր. «Տերն իմ հովիվն է, եւ ինձ ոչինչ չի պակասի»։ Ձայնը այնքան զորեղ էր, այնքան լի կյանքով եւ իշխանությամբ, որ մոքի ձեռքը քարացավ օդում։ Սուրը ընկավ նրա ձեռքից եւ զնկաց քարերի վրա։ Ձիերը, որոնք կապված էին մոտակայքում, խրտնեցին։ «Ինչ է սա», շշնջաց մոքը ետ քաշվելով։ «Սա այն է, ինչից դուք վախենում էիք», ասաց Տեր խորենը, օգնելով քաշել պարանը։ Լույսը բարձրանում է։ Վերջին ճիգերը։ Վահանի ձեռքերը արյունոտվել էին պարանից, բայց նա քաշում էր։ Եվ ահա, փոսի եզրին հայտնվեց մի ձեռք։ Նիհար, ոսկորացած, մաշկը գրեթե սևացած կեղտից, եղունգները երկարացած գազանի ճանկերի պես։ Բայց այդ ձեռքը բռնեց եզերը այնպիսի ուժով, որ քարը փշրվեց։ Հետո երևաց գլուխը։ Մազերը եւ մորուքը միախառնվել էին, ծածկելով ամբողջ դեմքը։ Հագուստը վերածվել էր ցնցոտիների։ Նա նման չէր մարդու։ Նա նման էր հողից հարություն առած մեռլելի։ Բայց աչքերը… Այդ կեղտի եւ մազերի միջից նայում էին երկու աչքեր, որոնք վառվում էին անասելի, կուրացնող կրակով։ Նրանք չէին կուրացել խավարից, նրանք տեսնում էին ավելին, քան որևէ մեկը։ Գրիգորը դուրս եկավ փոսից։ Նա կանգնեց հողի վրա 15 տարի անց։ Նա փորձեց ուղղել մեջքը, ոսկորները չթչթացին։ Նա խորը շունչ քաշեց, լցնելով թոքերը թարմոթով, եւ այդ պահին նրա մարմնից թափվեց փոշին։ Մոքը, տեսնելով նրան, ճչաց եւ փակավ, մոռանալով իր սուրը։ Պահակները ընկան երեսնի վայր։ Խոսրովի դուխտը մոտեցավ նրան։ Նա ուզում էր գրկել նրան, բայց վախենում էր դիպչել այդ սրբությանը։ «Գրիգոր», արտասանեց նա։ Գրիգորը նայեց նրան։ Նա չխոսեց։ Նա պարզապես բարձրացրեց ձեռքը եւ խաչակնք օդը։ Եվ այդ շարժումով կարծես պատռվեց երկինքը, բայց ուրախությունը վաղաժամ էր։ Հեռվից, Արտաշատի կողմից լսվեց ռազմական շեփորի ձայնը։ Մեծ զորք էր գալիս, ոչ թե պահակախումբ, այլ թագավորական գվարդիան։ Նրանք գալիս էին ոչ թե ազատելու, այլ ոչնչացնելու։ «Մենք ծուղակում ենք», ասաց Վահանը, նայելով փոշու ամպերին։ «Նրանք չեն թողնի մեզ դուրս գալ։ Մենք հանեցինք նրան փոսից, որպեսզի նա մեռնի մեր ձեռքերի վրա»։ Գրիգորը առաջին անգամ խոսեց։ Նրա ձայնը խռպոտ էր, կարծես գալիս էր դարերի խորքից, բայց հստակ էր։ «Մի վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը», ասաց նա։ «Այսօր մենք գնում ենք ոչ թե մեռնելու, այլ բժշկելու մի գազանի, որը մոռացել է, որ ինքը մարդ է։
Նա քայլեց առաջ, դեպի զորքը, դեպի սուրերը, միայնակ, ցնցոտիներով, բայց նրա շուրջը կարծես անտեսանելի բանակ էր քայլում, եւ այսպես Արարատի ստվերի ներքո սկսվեց ամենամեծ ճակատամարտը, մեկ սուրբ ընդդեմ մի ամբողջ կայսրության։ Բայց արդյոք նրա հոգևոր զենքը բավական էր կանգնեցնելու կատաղած ամբոխին եւ բուժելու խելագարված թագավորին։ Պատասխանը թաքնված էր վաղարշապատի ճանապարհին, որտեղ սպասում էր վերջին ամենասարսափելի փորձությունը։ Վաղարշապատի ճանապարհը փակ էր, ոչ թե զինվորներով, այլ մի բանով, որը շատ ավելի սարսափելի էր՝ մարդկային մարմինների պատով։ Թագավորական գվարդիան, հազարավոր զինված այրեր կանգնած էին ճանապարհի լայնքով, ստեղծելով մի անանցանելի արգելք, որը բաժանում էր Գրիգորին եւ նրա փոքրիկ խմբին քաղաքից։ Նրանց վահանները փայլում էին արևի տակ, կուրացնելով աչքերը, իսկ նիզակները ուղված էին առաջ, պատրաստ խոցելու ցանկացած մեկին, ով կհամարձակվեր մոտենալ։ Օդը լցված էր լարվածությամբ, որը կարելի էր կտրել դանակով։ Վահանը կանգ առավ, նրա ոտքերը դողում էին։ «Սա վերջն է», շշնջաց նա, նայելով այդ պողպատե պատին։ «Նրանք մեզ կտրորեն, մենք չենք կարող անցնել»։ Բայց Գրիգորը չկանգնեց, նա շարունակեց քայլել, դանդաղ, բայց հաստատուն։ Նրա ոտաբոբիկ ոտքերը հպվում էին տաք հողին, եւ յուրաքանչյուր քայլի հետ նրա մարմնից դուրս էր գալիս մի տարօրինակ, անտեսանելի ուժ։ Նա նայում էր ոչ թե զինվորներին, այլ նրանց աչքերին, եւ այն, ինչ նա տեսավ, զարմացրեց նրան։ Զինվորների աչքերում կատաղություն չկար, կար վախ, անասելի, կենդանական վախ։ Նրանք տեսնում էին ոչ թե մի ցնցոտիավոր ծերունու, այլ մի էակի, որը վերադարձել էր անդրշիրիմյան աշխարհից։ Նրանք լսել էին լուրերը, նրանք գիտեին, որ այս մարդը ապրել է օձերի հետ 15 տարի։ «Ճանապարհ տվեք», ասաց Գրիգորը։ Նրա ձայնը ցածր էր, բայց այն հասավ մինչև վերջին շարքերը։ Հրամանատարը, մի հաղթանդամ տղամարդ, ով երբեք չէր նահանջել մարտի դաշտում, բարձրացրեց ձեռքը, հրամայելով հարձակվել։ «Սպանեք նրան», գոռաց նա, բայց ոչ ոք չշարժվեց։ «Ես ասացի սպանեք», կրկնեց նա, ձայնը խզվելով։ Զինվորներից մեկը, երիտասարդ մի տղա, ցած գցեց նիզակը։ Մետաղի զնգոցը լսվեց լռության մեջ։ Հետո մյուսը, հետո երրորդը։ Զենքերը սկսեցին ընկնել գետնին, ստեղծելով մի տարօրինակ երաժշտություն։ Հրամանատարը կատաղեց։ Նա խթանեց ձին եւ սուրը մերկացրած սլացավ դեպի Գրիգորը։ Նա որոշեց ինքը վերջ տալ այս ամենին։ Ձին սլանում էր քամու պես, սմբակների դոփյունը ցնցում էր հողը։ Խոսրովի դուխտը ճչաց, Թորոսը փակեց աչքերը։ Գրիգորը չշարժվեց։ Նա պարզապես բարձրացրեց աջ ձեռքը եւ խաչակնքեց սլացող ձիավորին։ Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Ձին կանգ առավ տեղում, կարծես բախվելով անտեսանելի պատի։ Հրամանատարը թռավ թամբից եւ ընկավ Գրիգորի ոտքերի առաջ։ Նա փորձեց վեր կենալ, բայց չկարողացավ։ Նրա մարմինը քարացել էր։ Նա նայեց վեր, դեպի սուրբը, եւ նրա աչքերում հայտնվեցին արցունքներ։ «Տեր, ողորմյա», շշնջաց նա։ Սա շրջադարձային պահ էր։ Զորքը, տեսնելով իրենց առաջնորդի պարտությունը, ճանապարհ բացեց։ Նրանք ոչ թե փախան, այլ ծնկի իջան։ Հազարավոր զինվորներ խոնարհվեցին մեկ մարդու առաջ։ Գրիգորը քայլեց առաջ։ Նա անցավ նրանց միջով, օրհնելով աջ ու ձախ։ Խոսրովի դուխտը, Թորոսը եւ մյուսները հետևում էին նրան, չհավատալով իրենց աչքերին։ Նրանք մտան վաղարշապատ։ Քաղաքը դատարկ էր, փողոցները լուր էին, բայց դա մեռյալ լռություն չէր, դա սպասման լռություն էր։ Մարդիկ թաքնվել էին տներում, հետևելով պատուհանների ճեղքերից։ Նրանք վախենում էին դուրս գալ, նրանք վախենում էին թագավորից, ով դարձել էր գազան, եւ նրանք վախենում էին Աստծուց, ով պատժել էր թագավորին։ Գրիգորը ուղիղ գնաց դեպի հնձանները։ Այնտեղ, որտեղ թափվել էր կույսերի արյունը։ Երբ նա հասավ տեղ, տեսարանը սարսափելի էր։ Մարմինները դեռ ընկած էին փողոցում։ Գազանները չէին մոտեցել նրանց։ Նրանք անեղծ էին։ 9 օր էր անցել, բայց նրանցից վարդի բույր էր գալիս։ Գրիգորը ծնկի իջավ Հռիփսիմեի մարմնի մոտ։ Նա վերցրեց նրա սառը ձեռքը եւ համբուրեց։ «Դուք հաղթեցիք, քույրեր», ասաց նա,
ձեր արյունը լված Հայաստանի մեղքերը, և հանկարծ երկինքը բացվեց, ոչ թե փոխաբերական իմաստով, իրականում, ամպերը ետ քաշվեցին և երկնքից իջավ մի լույսի սյուն, որը հարվածեց ուղիղ այն տեղին, որտեղ կանգնած էր Գրիգորը։ Լույսի մեջ երևաց ոսկե մուրճը բռնած միածինը։ «Էջ միածինն իհոր է», բացականչեց Գրիգորը։ Գետինը դղրդաց, մարդիկ դուրս թափվեցին տներից։ Նրանք այլևս չէին կարող թաքնվել։ Նրանք վազեցին դեպի լույսը։ Հազարավոր մարդիկ, ծեր, ջահել, հարուստ, աղքատ, հավաքվեցին հրապարակում։ Նրանք տեսնում էին տեսիլքը, նրանք լսում էին երկնային ձայները, բայց ամենակարևորը դեռ առջևում էր։ Անտառից լսվեց մի սարսափելի ոռնոց։ Վարազը գալիս էր։ Տրդատը կամ այն, ինչ մնացել էր նրանից, զգացել էր սրբի ներկայությունը։ Նա վազում էր դեպի քաղաք, ջարդելով ամեն ինչ իր ճանապարհին։ Մարդիկ սարսափահար ետ քաշվեցին։ Գազանը մտավ հրապարակ։ Նա հսկայական էր, մազոտ, արյունոտ աչքերով։ Նա կանգ առավ Գրիգորի դիմաց և մռնչաց։ Դա մարտահրավեր էր, չարը ընդրմբարու։ Գրիգորը չնահանջեց։ Նա նայեց Գազանի աչքերին։ «Տրդատ», ասաց նա, «ճանաչում ես ինձ»։ Գազանը ցնցվեց։ Նրա աչքերում մի պահ երևաց մարդկային ցավ։ Նա հիշեց իր մանկության ընկերոջը։ Նա հիշեց իր դավաճանությունը։ Գրիգորը մոտեցավ նրան։ Մարդիկ շունչները պահեցին։ Նա պատրաստվում էր դիպչել հրեշին։ Գրիգորը դրեց ձեռքը Գազանի գլխին։ «Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո», ասաց նա, «ելիր և եղիր մարդ»։ Եվ տեղի ունեցավ մեծագույն հրաշքը։ Գազանի մորթին սկսեց թափվել։ Ժանիքները անհետացան, մարմինը ուղղվեց։ Րոպեների ընթացքում հրեշը վերածվեց մարդու։ Տրդատը կանգնած էր, մերկ, դողացող, արցունքոտ աչքերով։ Նա ընկավ Գրիգորի ոտքերի առաջ և համբուրեց նրա ոտքերը։ «Ողորմիր ինձ, Տեր, հեծկլտած թագավորը, ես մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ»։ Գրիգորը բարձրացրեց նրան։ Նա հանեց իր մաշված վերարկուն և ծածկեց թագավորի մերկությունը։ «Աստված ներեց քեզ», ասաց նա։ Ժողովուրդը, տեսնելով սա, միաբերան գոռաց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը»։ Այդ պահին մեհյանները փլուզվեցին։ Ոչ ոք դրանց ձեռք չէր տվել, բայց կուռքերը ընկան իրենց պատվանդաններից և փշրվեցին։ Հին աշխարհը մեռավ, նորը ծնվեց։ Բայց սա միայն սկիզբն էր։ Գրիգորը դարձավ դեպի ժողովուրդը։ Նրա դեմքը փայլում էր։ «Այսօր», հայտարարեց նա, «Հայաստանը դառնում է Աստծո պարտեզը։ Մենք կկառուցենք տաճարներ, մենք կմկրտենք ազգը, և ոչ մի ուժ չի կարողանա հաղթել մեզ, քանի դեռ մենք պահում ենք այս լույսը»։ Տրդատը, ով արդեն ուշքի էր եկել, բարձրացավ մի բարձր քարի վրա։ «Լսեք ինձ, հայեր», գոռաց նա, «ես, Տրդատս, հրամայում եմ, այսուհետ Քրիստոսն է մեր թագավորը։ Ով չի ընդունի նրան, նա իմ թշնամին է»։ Սա պատմական պահ էր, 301 թվական, աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։ Բայց Գրիգորը գիտեր, որ դժվարությունները դեռ առջևում են։ Մկրտել թագավորին հեշտ է, մկրտել ժողովրդին դժվար։ Հին սովորույթները դեռ կենդանի էին։ Քրմերը թաքնվել էին լեռներում և վրեժ էին նյութում։ Գրիգորը նայեց Արարատին։ Լեռը կարծես ժպտում էր։ Նա հասկացավ, որ իր առաքելությունը նոր է սկսվում։ Նա պետք է լուսավորիչ դառնար, ոչ միայն անունով, այլև գործով։ Եվ հենց այդ պահին, երբ ուրախությունը հասել էր գագաթնակետին, ամբոխի միջից դուրս եկավ մի կին։ Նա ծեր էր, կորացած։ Նա մոտեցավ Գրիգորին և բռնեց նրա ձեռքը։ «Դու բժշկեցիր թագավորին», ասաց նա, «բայց կարո՞ղ ես բժշկել իմ որդուն, ով մեռավ քո պատճառով»։ Լռություն։ Գրիգորը նայեց կնոջը։ Նա ճանաչեց նրան։ Դա այն զինվորի մայրն էր, ով առաջինը նետել էր նիզակը Հռիփսիմեի վրա և տեղում մահացել էր։ «Քո որդին մեռավ իր մեղքի պատճառով», ասաց Գրիգորը մեղմ, «բայց նրա հոգին դեռ կարող է փրկվել»։ Նա ծնկի իջավ և սկսեց աղոթել։
Եվ այդ աղոթքը դարձավ հիմքը այն մեծ զղջման, որը պետք է ապրեր ամբողջ ազգը։ Այսպես սկսվեց մեծ դարձը, ոչ թե սրով, այլ աղոթքով, ոչ թե ուժով, այլ սիրով։ Եվ այդ օրվանից Հայաստանը դարձավ փարոս, որը լուսավորում է խավարը մինչև այսօր։ Վաղաշաբաթի կենտրոնական հրապարակում տիրող լռությունը ավելի ցաներ էր, քան այն քարերը, որոնք րոպեներ առաջ կազմում էին հզոր մեհյանների պատերը, եւ այդ փոշին, որը դանդաղ նստում էր մարդկանց ուսերին, կարծես հին աշխարհի մոխիրն է լիներ։ Տրդատ թագավորը, հայոց աշխարհի երբեմնի ամենահզոր եւ ամենադաժան տիրակալը, դեռ ծնկաչոք էր Գրիգորի առջև, եւ նրա մերկ ուսերը ցնցվում էին անզսպելի հեծկլտոցից, որը սղոցում էր ներկաների սրտերը։ Սա պարզապես ապաշխարություն չէր, սա մի ամբողջ դարաշրջանի փլուզումն էր մեկ մարդու հոգում։ Մարդիկ նայում էին իրար, չհասկանալով, թե ինչ անել, ծափահարել, փախչել, թե հետևել թագավորի օրինակին։ Օդում կախված էր մի անտանելի հարց, որը ոչ ոք չէր համաձայնվում բարձրաձայնել։ Իսկ ինչ կլինի վաղը, չէ որ դարեր շարունակ նրանք պաշտել էին Վահագնին եւ Անահիտին, չէ որ նրանց պապերը զոհեր էին մատուցել կրակին։ Հիմա, երբ կուրքերը փշրված էին, շատերի սրտում առաջացավ սարսափելի դատարկություն եւ վախ վրեժխնդրությունից։ Միթե հին աստվածները չեն պատժի նրանց։ Ամբոխի եզրին կանգնած էր քրմապետը, արձանը։ Նրա դեմքը, որը սովորաբար անշարժ էր ինչպես դիմակ, այժմ ծռմռված էր ատելությունից եւ սարսափից։ Նա տեսնում էր, թե ինչպես է իր իշխանությունը, կառուցված վախի եւ սնահավատության վրա, հալվում արևի տակ դրված մոմի պես։ Նա սեղմեց իր գավազանը այնքան ուժեղ, որ մատները սպիտակեցին։ Սա խաբեություն է, շշնջաց նա իր կողքին կանգնած երիտասարդ քրմին։ Նա կախարդեց թագավորին. մենք չպետք է թույլ տանք, որ այս թույնը տարածվի։ Բայց դա միայն սկիզբն էր այն մեծ պառակտման, որը պատրաստվում էր պատռել Հայաստանը։ Գրիգորը, ով մինչ այդ պահը թվում էր, թե ամբողջովին կլանված է աղոթքով, դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը, որոնք տեսել էին դժոխքի խավարը եւ երկնքի լույսը, այժմ նայում էին ժողովրդին ոչ թե որպես դատավոր, այլ որպես հովիվ, ով տեսնում է գայլերին։ Նա հասկացավ, որ հրաշքը միայն առաջին քայլն էր։ Հիմա սկսվում էր ամենադժվարը՝ կառուցել եկեղեցին մարդկանց սրտերում։ «Վեր կաց Տրդատ», ասաց նա, ձեռքը դնելով թագավորի ուսին։ «Արցունքների ժամանակը անցավ, հիմա գործելու ժամանակն է։ Աստված քեզ վերադարձրեց մարդկային կերպարանքը, ոչ թե նրա համար, որ դու լաց լինես անցյալի վրա, այլ որպեսի կառուցես ապագան»։ Թագավորը դանդաղ բարձրացավ։ Երբ նա շրջվեց դեպի ժողովուրդը, բոլորը ետ քաշվեցին։ Նրա դեմքը դեռ կրում էր տառապանքի հետքերը, բայց աչքերում այլևս չկար գազանային մոլուցքը։ Այնտեղ կար մի նոր, անծանոթ վճռականություն։ «Իմ զինվորներ», գոչեց նա, եւ նրա ձայնը, թեև խռպոտ, բայց հնչեղ էր, «այսօր դուք տեսաք ճշմարտությունը։ Ձեր թագավորը գազան էր, իսկ այս մարդը, ում մենք նետել էինք փոսը, դարձավ մեր փրկիչը։ Նա հանեց իր սուրը»։ Ամբոխը սարսռաց. միթե նա նորից սկսելու է սպանել։ Բայց Տրդատը բռնեց սուրը սայրից եւ բռնակը պարզեց դեպի երկինք, ստեղծելով խաչի նշան։ «Այսուհետ», հայտարարեց նա, «իմ սուրը ծառայելու է միայն Խաչյալին, եւ ով իմ դեմ է, նա Աստծո դեմ է»։ Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Զորքի մի մասը, հին գվարդիան, որը հավատարիմ էր քրմերին, չխոնարհվեց։ Նրանք մնացին կանգնած, ձեռքերը զենքերին։ Նրանց հայացքները սառն էին եւ թշնամական։ Եկեղեցին դեռ չէր ծնվել, բայց արդեն ուներ իր հուդաներին։ Արձան քրմապետը առաջ եկավ։ «Դու խելագարվել ես, արքա», գոռաց նա, մատը տնկելով Տրդատի վրա։ «Դու ուրանում ես քո պապերի աստվածներին հանուն մի հրյա ատաղձագործի։ Դու կարծում ես, թե այս քախարդանքը կտևի։ Արևը կխավարի եւ երկիրը կպատրվի քո մեղքի պատճառով»։ Սա բացահայտ ապստամբություն էր։ Հրապարակում իրավիճակը շիկացավ։ Մարդիկ բաժանվեցին երկու մասի։ Ոմանք վազեցին դեպի Գրիգորը, մյուսները դեպի քրմապետը։ Ընտանիքներ բաժանվեցին, եղբայրը կանգնեց եղբոր դեմ։ Խոսրովի դուխտը, ով կանգնած էր Գրիգորի կողքին, զգաց սառը քրտինքը մեջքին։ Նա հասկացավ, որ հրաշքը չի լուծել խնդիրները, այլ միայն բացահայտել է վերքերը։
Նրանք կսպանեն մեզ, շշնջաց նա Գրիգորին, նայիր նրանց աչքերին, նրանք պատրաստ են հոշոտել մեզ։ Գրիգորը չպատասխանեց, նա նայում էր արձանին խորը ցավով։ Արձան, ասաց նա հանգիստ, դու պաշտպանում ես քարերը, որոնք չեն կարող խոսել, դու վախենում ես կորցնել ոչ թե աստվածներին, այլ քո իշխանությունը։ Լռիր, օձ, գոռաց քրմապետը և հրամայեց իր կողմնակիցներին. հարձակվեք, սպանեք նրանց հանուն Վահագնի։ Զինված բախումը անխուսափելի էր, բայց Տրդատը, ով հենց նոր էր վերագտել իր մարդկային կերպարանքը, կատարեց մի քայլ, որը ցնցեց բոլորին։ Նա չհարձակվեց, նա կանգնեց Գրիգորի և զինվորների միջև, անզեն, բաց կրծքով։ «Խփեք», ասաց նա, «եթե ուզում եք սպանել նրան, նախ սպանեք ձեր թագավորին, բայց իմացեք, որ ես մեռնելու եմ որպես քրիստոնյա, իսկ դուք ապրելու եք որպես մարդասպաններ»։ Զինվորները կանգ առան։ Ոչ ոք չհամարձակվեց ձեռք բարձրացնել արշակունու վրա։ Հին ավանդույթը, հարգանքը թագավորի հանդեպ, այս անգամ աշխատեց հօգուտ նոր հավատքի։ Արձանը հասկացավ, որ պարտվել է այս ճակատամարտը։ Նա թքեց գետնին, շրջվեց և իր հետևորդների հետ հեռացավ դեպի լեռները։ «Մենք դեռ կհանդիպենք», սպառնաց նա, «և այդ օրը արյունը կհոսի գետերի պես»։ Երբ նրանք հեռացան, հրապարակում մնացին միայն նրանք, ովքեր ընտրել էին լույսը, բայց նրանց դեմքերին ուրախություն չկար, կար շփոթմունք։ Տեր Խորենը, ով հրաշքով ողջ էր մնացել այս ամբողջ ընթացքում, մոտեցավ Գրիգորին։ «Հայր», ասաց նա, «մենք հաղթեցինք, բայց մենք մենակ ենք։ Քրմերը վերահսկում են գանձարանը, հողերը, գյուղացիների միտքը։ Ինչպես ենք մենք կառուցելու եկեղեցին առանց ոչնչի»։ Գրիգորը նայեց շուրջը։ Նա տեսավ ավերված մեհյանների քարերը։ «Մենք ունենք ամեն ինչ», պատասխանեց նա։ «Տեսնում ես այս քարերը, դրանք ծառայել են ստին, հիմա կծառայեն ճշտմարտությանը»։ Եվ սկսվեց մեծ վերափոխումը։ Հաջորդ օրերին վաղաշաբաթը նմանվեց մրջնանոցի։ Բայց սա սովորական շինարարություն չէր, սա հոգիների շինարարություն էր։ Գրիգորը չէր քնում, նա շրջում էր փողոցներով, քարոզում էր, մխիթարում էր։ Բայց ամենազարմանալին մարդկանց վերաբերմունքն էր։ Նրանք, ովքեր երեկ դեռ հայհոյում էին քրիստոնյաներին, այսօր գալիս էին գլխիկոր։ Նրանք բերում էին իրենց թաքցրած կուռքերը և ջարդում Գրիգորի ոտքերի մոտ։ Սա զանգվածային հիստերիա չէր, սա գիտակցված ընտրություն էր, ծնված վախից և հույսից։ Սակայն եկեղեցու ներսում ձևավորվում էին նոր խնդիրներ։ Հին քրիստոնյաները, նրանք, ովքեր տարիներ շարունակ թաքնվել էին նկուղներում, ինչպես Վահանը և Թորոսը, սկսեցին դժգոհել։ Նրանք տեսնում էին, թե ինչպես են նախկին դահիճները դառնում եկեղեցու առաջնորդներ։ «Ինչու», հարցրեց Վահանը մի երեկո, երբ նրանք հավաքվել էին ընթրիքի, «ինչու է Տրդատը նստում պատվավոր տեղում»։ Նա սպանեց Հռիփսիմեին, նրա ձեռքերը արյունոտ են, մենք պահեցինք հավատքը, իսկ նա ստացավ փառքը։ Գրիգորը լսեց նրան։ Նա գիտեր, որ սա ամենավտանգավոր թույնն է, հոգևոր հպարտությունը։ «Վահան», ասաց նա խիստ, «դու նախանձում ես անառակ որդուն։ Եկեղեցին սրտերի թանգարան չէ, այն հիվանդանոց է մեղավորների համար։ Եթե Տրդատը կարող է փրկվել, ուրեմն ոչ ոք կորած չէ, բայց լարվածությունը մնաց»։ Այդ գիշեր Գրիգորը տեսիլք տեսավ։ Նա կանգնած էր այնտեղում, որտեղ իջել էր միածինը, հողը դեռ տաք էր։ Եվ նա տեսավ, թե ինչպես են գետնից բարձրանում ոչ թե քարե պատեր, այլ լուսե սյուներ։ Նա հասկացավ, որ պետք է կառուցի մի բան, որը կմիավորի բոլորին՝ հին և նոր հավատացյալներին, թագավորին և Ռամիկին։ Առավոտյան նա հավաքեց բոլորին։ «Մենք կառուցելու ենք մայր տաճար», հայտարարեց նա, «հենց այստեղ, և դրա հիմքում դնելու ենք ոչ թե ոսկի, այլ նահատակների մասունքները»։ Տրդատը առաջինը մոտեցավ։ Նա հանեց իր թագավորական թիկնոցը և փռեց գետնին։ «Ես ինքս կկրեմ քարերը», ասաց թագավորը։ Եվ իսկապես, ժողովուրդը ականատես եղավ մի տեսարանի, որը երբեք չի ջնջվի հիշողությունից։ Հայոց թագավորը, մեջքին դրած հսկայական տուֆ քարեր, բարձրանում էր լեռը։ Նրա կողքին քայլում էր Գրիգորը։ Նախկին դահիճը և նախկին զոհը կողք կողքի կառուցում էին Աստծո տունը։ Սա փոխեց ամեն ինչ։ Տեսնելով թագավորի խոնարհությունը, Վահանը և մյուս դժգոհները ամաչեցին։
Նրանք հասկացան, որ իսկական քրիստոնեությունը ոչ թե դատելն է, այլ ծառայելը։ Նրանք միացան շինարարությանը։ Համայնքը սկսեց բուժվել։ Բայց Գրիգորը գիտեր, որ սա միայն արտաքին կողմն է։ Նրան պետք էր կառուցել հոգևոր հիերարխիա։ Նա պետք է ձեռնադրեր քահանաներ։ Եվ ում ընտրեց նա։ Նա ընտրեց քրմերի որդիներին։ Այո, նրանց, ում հայրերը փախել էին լեռները։ Գրիգորը հավաքեց նրանց եւ ասաց. «Ձեր հայրերը ծառայել են կրակին, դուք կծառայեք լույսին։ Դուք գիտեք ծեսերը, դուք գիտեք կարգը։ Հիմա լցրեք այդ ձևը նոր բովանդակությամբ»։ Սա ռիսկային քայլ էր։ Շատերը քննադատեցին նրան։ «Դու գայլերին ես բերում փարախ», ասում էին նրանք։ Բայց Գրիգորը անդրդվելի էր։ Նա հասկանում էր հայ մարդու հոգեբանությունը։ Նա չէր ուզում ոչնչացնել մշակույթը։ Նա ուզում էր փոխակերպել այն։ Եվ այսպես, քաոսի եւ շփոթմունքի միջից դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեց ուրվագծվել հայ առաքելական եկեղեցու կառույցը։ Դա դեռ փխրուն էր, դեռ վտանգված, բայց այն արդեն կանգնած էր ամուր հիմքի վրա, Քրիստոսի հավատքի եւ ազգային միասնության վրա։ Սակայն հերվում, Սեպուհ լեռան քարանձավներում արձան քրմապետը զոհեր մատուցում։ Ոչ թե կենթանու, այլ իր սեփական արյունը։ Նա երդվեց, որ չի հանգստանա, մինչև չտեսնի Գրիգորի գլուխը ցցի վրա։ Պատերազմը ավարտված չէր։ Այն պարզապես տեղափոխվել էր ստվերներ։ Եվ Գրիգորը, նայելով կիսակառույց տաճարի պատերին, զգում էր, որ առջևում սպասվում է մի նոր, ավելի դաժան փորձություն, որը կստուգի ոչ թե նրանց հավատքը, այլ նրանց հավատարմությունը։ «Պատրաստվեք», ասաց նա Տեր Խորենին, «մենք կառուցեցինք պատերը, հիմա պետք է պատրաստենք զինվորներին, որովհետև խավարը չի հանձնվում առանց կռվի»։ Եվ այդ երեկո առաջին անգամ վաղարշաբաթի երկնքում հնչեց զանգերի ղողանջը։ Դա դեռ իսկական զանգ չէր, այլ պղնձե տախտակների հարված, բայց այդ ձայնը ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը։ Դարաշրջան, որտեղ խաչը դառնալու է եւ վահան, եւ սուր։ Առավոտը բացվեց ոչ թե արևով, այլ զանգերի ղողանջով, որը հնչում էր ոչ թե ուրախության, այլ պատերազմի կոչի պես։ Եվ այդ ձայնը տարածվում էր վաղարշաբաթից մինչև Սեպուհ լեռան քարանձավները, որտեղ արձան քրմապետը հավաքել էր իր վերջին հուսահատ զորքը։ Գրիգորը կանգնած էր կիսակառույց մայր տաճարի մոտ, հագին ոչ թե եպիսկոպոսական շքեղ զգեստներ, այլ հասարակ վանականի սքեմ, որը սակայն նրան ավելի շատ վեհություն էր տալիս, քան ցանկացած թագ։ Նա գիտեր, որ այսօրվա օրը որոշելու է ոչ միայն եկեղեցու, այլև ազգի ճակատագիրը։ «Տրդատ», դիմեց նա թագավորին, ով կանգնած էր նրա կողքին, զրահավորված, բայց առանց սաղավարտի։ «Այսօր մենք գնում ենք ոչ թե սպանելու, այլ ազատագրելու։ Մեր թշնամին մարդը չէ, այլ խավարը, որը բնակվել է նրա մեջ»։ Տրդատը գլխով արեց։ Նրա ձեռքը ամուր սեղմել էր խաչով զարդարված սուրը։ «Ես պատրաստ եմ, հայր, բայց արձանը մենակ չէ։ Նա հավաքել է լեռնականներին, նրանք վայրի են եւ չեն ճանաչում ոչ մի օրենք։ Մենք էլ մենակ չենք», պատասխանեց Գրիգորը, ցույց տալով իր հետևում կանգնած բազմությանը։ Այնտեղ էին ոչ միայն զինվորները, այնտեղ էին շինարարները մուրչերով, գյուղացիները մանգաղներով եւ նույնիսկ կանայք։ Սա ժողովրդական բանակ էր, որը պաշտպանում էր իր նոր գտած հավատքը։ «Շարժվենք», հրամայեց Գրիգորը։ Երբ նրանք հասան Սեպուհ լեռան ստորոտին, տեսարանը սարսափելի էր։ Քրմերը դիրքավորվել էին բարձունքներում։ Նրանք վառել էին հսկայական խարույկներ, որոնց ծուխը սևացնում էր երկինքը։ Նրանք խփում էին թմբուկներին եւ գոռում անեծքներ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նրանք կենթանի վահան էին սարքել։ Նրանք կապել էին իրենց երեխաներին առաջին գծում։ «Տեսնում եք», գոռաց արձանը վերևից, «եթե ուզում եք հասնել մեզ, պետք է անցնեք ձեր սեփական արյան վրայով։ Ուղ է ձեր սիրառատ Աստվածը հիմա»։ Տրդատը սառեց։ Նա չէր կարող հրամայել հարձակվել։ Դա կլիներ կոտորած։ «Ինչ անենք», հարցրեց նա Գրիգորին, ձայնը դողալով։ Գրիգորը դուրս եկավ առաջ։ Նա չուներ վահան, նա չուներ զենք, նա ուներ միայն խաչը, փայտե հասարակ խաչ, որը նա պահում էր գլխավերևում։ «Արձան», ձայնեց նա, եւ նրա ձայնը տարօրինակ կերպով լռեցրեց թմբուկների ձայնը։ «Դու թաքնվում ես անմեղների հետևում, որովհետև վախենում ես ճշմարտությունից, բայց ես գալիս եմ քեզ մոտ մենակ։ Եթե քո աստվածները զորեղ են, թող զարկեն ինձ»։ Եվ նա սկսեց բարձրանալ։ Մենակ, լեռան լանջն ի վեր, քարերը սուր էին, ճանապարհը զառիթափ։ Նա քայլում էր ուղիղ դեպի խարույկները։ Արձանը շփոթվեց։ Նա սպասում էր զորքի, ոչ թե մեկ ծերունու։ «Նետահարեք նրան», գոռաց նա։
Նետերը թռան, հարյուրավոր նետեր, տրդատը ճչաց, ժողովուրդը փակեց աչքերը, բայց նետերը չհասան նրան։ Մի ուժեղ քամի, որը հանկարծակի բարձրացավ ձորից, շեղեց դրանց ուղղությունը։ Նետերը ընկան Գրիգորի ոտքերի մոտ, առանց դիպչելու նրան։ «Սա կախազդանք է», բղավեց արձանը։ «Սա հավատք է», պատասխանեց Գրիգորը, շարունակելով ճանապարհը։ Նա հասավ երեխաներին, նա հանեց գոտուց դանակը։ Քրմերը կարծեցին, թե նա պատրաստվում է սպանել նրանց, բայց Գրիգորը կտրեց պարանները։ «Գնացեք տուն, զավակներս», ասաց նա մեղմ, «ձեր հայրերը մոլորվել են, բայց դուք ազատ եք»։ Երեխաները վազեցին ներքև դեպի իրենց ծնողները։ Այդ տեսարանը կոտրեց լեռնականների դիմադրությունը։ Նրանք տեսան, որ օտարների աստվածը փլկում է, իսկ իրենց քրմերը զոհաբերում։ Լեռնականներից մեկը մի հսկա տղամարդ ցած դրեց կացինը։ «Ես չեմ կռվի այս մարդու դեմ», ասաց նա։ «Նա սուրբ է»։ Արձանը մնաց մենակ, իր մի քանի հավատարիմների հետ։ Նա հասկացավ, որ պարտված է, բայց նրա հպարտությունը թույլ չէր տալիս հանձնվել։ «Եթե ես պետք է մեռնեմ», գոռաց նա, «ապա կտանեմ քեզ հետս»։ Նա վազեց դեպի խարույկը, վերցրեց մի այրվող գերան և նետվեց Գրիգորի վրա։ Տրդատը, ով արդեն բարձրանում էր հետևից, չէր հասցնի, բայց Գրիգորը չշարժվեց։ Նա նայեց արձանի աչքերին։ «Կրակը, որին դու պաշտում ես, կկայրի քեզ», ասաց նա։ Արձանը սայթաքեց։ Գուցե պատահականություն էր, գուցե Աստծո կամքը։ Նա ընկավ հենց իր վառած խարույկի մեջ։ Կրակը բռնկվեց նրա զգեստներին։ Նա ճչաց, բայց ոչ ոք չմոտեցավ օգնելու։ Նույնիսկ իր աշակերտները ետ քաշվեցին սարսափահար։ Գրիգորը մոտեցավ։ Նա կարող էր թողնել, որ նա այրվի, դա կլիներ արդար պատիժ, բայց նա հանեց իր վերարկուն և գցեց կրակի վրա, փորձելով հանգցնել այն։ Արձանը, կիսաայրված, նայեց նրան։ «Ինչու՞, հարցրեց նա հազիվ լսելի։ «Ինչու ես փրկում ինձ»։ «Որովհետև իմ Աստվածը սեր է», պատասխանեց Գրիգորը։ Արձանը մահացավ րոպեներ անց, բայց նրա մահը դարձավ վերջին կետը հեթանոսության դագաղի վրա։ Քրմերը, տեսնելով իրենց առաջնորդի վախճանը և Գրիգորի ողորմածությունը, ծնկի իջան։ «Մկրտիր մեզ», խնդրեցին նրանք, «մենք ուզում ենք ծառայել քո Աստծուն»։ Գրիգորը նայեց նրանց։ Նա տեսավ ոչ թե թշնամիների, այլ մոլորյալների։ «Իջեք Արածանի գետը», ասաց նա, «այնտեղ ջուրը կլվա ձեր մեղքերը»։ Այդ օրը Արածանիի ջրերը կարմրեցին ոչ թե արյունից, այլ մայրամուտի շողերից։ Հազարավոր մարդիկ մտան գետը։ Տրդատը, թագավորը, կանգնած էր ջրի մեջ Գրիգորի կողքին և օգնում էր մկրտել իր նախկին թշնամիներին։ Բայց սա դեռ վերջը չէր։ Երբ նրանք վերադարձան վաղարշաբաթ, Գրիգորը կանգնեց կիսակառույց տաճարի մեջտեղում։ Նա հոգնած էր, բայց երջանիկ։ Հանկարծ նրա մոտ եկավ Վահանը։ «Հայր», ասաց նա, «մենք հաղթեցինք արտաքին թշնամուն, բայց ի՞նչ անենք ներքինի հետ»։ «Ինչ նկատի ունես», հարցրեց Գրիգորը։ «Նայիր», Վահանը ցույց տվեց մի խումբ նախարարների, ովքեր կանգնած էին մի կողմ և ինչ-որ բան էին քննարկում։ Նրանք ընդունեցին խաչը, բայց չեն ընդունում կարգը։ Նրանք ասում են, որ եկեղեցին պետք է ենթարկվի իշխաններին։ Նրանք ուզում են դարձնել եկեղեցին իրենց ծառան։ Գրիգորը հասկացավ, որ ճակատամարտը նոր է սկսվում։ Հոգևոր իշխանության և աշխարհիկ իշխանության բախումը անխուսափելի էր։ Նա բարձրացավ խորան։ «Լսեք ինձ, իշխաններ», ձայնեց նա, «դուք կարծում եք, որ եկեղեցին քարե շենք է, որը կարելի է գրավել։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և ով փորձի մասնատել այն, նա կմասնատի ինքն իրեն»։ Նախարարներից մեկը, Բակուրը, ով հայտնի էր իր հարստությամբ և դաժանությամբ, քայլեց առաջ։ «Գրիգոր», ասաց նա հեգնանքով, «դու լավ քարոզիչ ես, բայց վատ քաղաքագետ։ Հայաստանը կանգնած է մեր սրերի վրա, ոչ թե քո աղոթքների։ Մենք տալիս ենք ոսկին, մենք տալիս ենք հողը, և մենք կորոշենք, թե ով է լինելու եպիսկոպոս»։ Սա բացահայտ մարտահրավեր էր։ Գրիգորը նայեց նրան։ «Դու տալիս ես ոսկի», հարցրեց նա, «իսկ Աստված տվեց իր որդուն, ո՞րն է ավելի թանկ»։ Նա վերցրեց գավազանը և խփեց գետնին։ «Այսուհետ», հայտարարեց նա, «հայոց եկեղեցին անկախ է։ Նա չի ծառայելու ոչ Պարսկաստանին, ոչ Հռոմին և ոչ էլ հայ իշխանների քմահաճույքներին։ Նա ծառայելու է միայն Աստծուն և ժողովրդին, և եթե դուք դեմ եք դրան, ապա դուք դեմ եք Հայաստանին»։ Բակուրը զայրացավ։ Նա ձեռքը տարավ դեպի սուրը, բայց այս անգամ ժողովուրդը, հասարակ մարդիկ, գյուղացիները, արհեստավորները, կանգնեցին Գրիգորի և իշխանի միջև։ Նրանք
նրանք կազմեցին կենթանի պատ։ «Ձեռք չտաս նրան», գոռաց մի ծերկին, «նա մեր հայրն է»։ Բակուրը տեսավ ժողովրդի աչքերը, նա հասկացավ, որ եթե հիմա հարվածի, նրանք կպատառոտեն իրեն։ Իշխանությունը փոխվել էր, ուժը այլևս սրի մեջ չէր, այլ հավատքի։ Նա ետ քաշվեց. «Դուք դեռ կզղջաք», սպառնաց նա և հեռացավ։ Գրիգորը շուռ եկավ դեպի ժողովուրդը, նա արտասվում էր. «Զավակներս», ասաց նա, «այսօր դուք հիմնեցիք եկեղեցին, ոչ թե ես, այլ դուք, ձեր սերը ավելի ամուր է, քան տուֆը», և այդ պահին նա հասկացավ, որ իր առաքելությունը կատարված է։ Նա տնկել էր ծառը, և այն արմատներ էր գցել։ Հիմա մնում էր միայն ջրել այն արցունքներով և, եթե պետք լինի, արյամբ։ Բայց նա չգիտեր, որ ամենամեծ զոհողությունը դեռ առջևում է։ Զոհողություն, որը պահանջելու էր ոչ թե նրա կյանքը, այլ նրա մենակությունը։ Երեկորյան, երբ բոլորը ցրվեցին, Տրդատը մոտեցավ նրան. «Գրիգոր», ասաց թագավորը, «ես ուզում եմ, որ դու մնաս այստեղ, պալատում, դու կլինես իմ աջ ձեռքը»։ Գրիգորը ժպտաց թխուր. «Ոչ, արքա», պատասխանեց նա, «իմ տեղը պալատում չէ, իմ տեղը անապատում է։ Ես կատարեցի իմ գործը, հիմա ես պետք է գնամ աղոթելու, որպեսզի Աստված պահի այն, ինչ մենք կառուցեցինք»։ «Դու լքում ես մեզ», զարմացավ Տրդատը։ «Ես երբեք չեմ լքի ձեզ», ասաց Գրիգորը։ «Ես միշտ կլինեմ ձեր կողքին, ոգով, բայց աշխարհիկ փառքը վտանգավոր է հոգու համար։ Ես գնում եմ Սեպուհ լեռը, այնտեղ, որտեղ մահացավ արձանը, որպեսզի այնտեղից հսկեմ Հայաստանը»։ Եվ նա գնաց, մենակ, ինչպես եկել էր, բայց նրա հետևից մնաց մի լույս, որը երբեք չմարեց։ Լույս, որը դարձավ հայ ժողովրդի ճակատագիրը։ Սեպուհ լեռան քարանձավներում քամին սուլում էր ոչ թե սովորական ձայնով, այլ կարծես հազարավոր անհանգիստ հոգիներ էին ողբում, և այդ ձայների միջից լսվում էր միայն մեկ մարդու շնչառություն՝ Գրիգորի, ով ծնկաչոք աղոթում էր սառը քարի վրա։ Բայց այս գիշեր աղոթքը ընդհատվեց։ Դրսում լեռան ստորոտում հավաքվել էր ոչ թե ժողովուրդը, այլ իշխանական զորքը, գլխավորությամբ այն նույն նախարարների, ովքեր երդվել էին հավատարմություն խաչին, բայց սրտերում պահել էին թույնը։ Նրանք եկել էին վերջնական հաշվեհարդարի։ Բակուր իշխանը, ում հպարտությունը վիրավորվել էր Վաղարշապատի հրապարակում, կանգնած էր առջևում։ «Դուրս հարի, ճգնավոր», գոռաց նա, և նրա ձայնը արձագանքեց ձորերում։ «Մենք եկել ենք վերցնելու այն, ինչը մեզ է պատկանում։ Եկեղեցին չի կարող լինել անկախ։ Այն պետք է ծառայի պետությանը, իսկ պետությունը մենք ենք»։ Գրիգորը դուրս եկավ։ Նա ծերացել էր, նրա մազերը ճերմակել էին ձյան պես, իսկ դեմքը կրում էր անապատի դրոշմը։ Բայց աչքերը, այդ աչքերը դեռ վառվում էին նույն անմար կրակով, որը 15 տարի լուսավորել էր խոր վիրապի խավարը։ Նա նայեց ներքև զինված հարյուրյակին Եվ շպտաց. «Դուք եկել եք սրերով», հարցրեց նա մեղմ։ «Իմ դեմ, ով ունի միայն փայտե գավազան»։ «Մենք եկել ենք վերջ դնելու քո իշխանությանը», պատասխանեց Բակուրը։ «Դու բաժանեցիր ժողովրդին, դու սովորեցրիր Ռամիկին չընթարկվել տիրոջը, դու վտանգավոր ես»։ Իրավիճակը հասավ իր գագաթնակետին։ Սա պարզապես մարդու և մարդու բախում չէր, սա երկու աշխարհայացքների բախում էր։ Մի կողմից հին աշխարհը, որտեղ ուժը իրավունք էր, մյուս կողմից նոր աշխարհը, որտեղ սերը օրենք էր։ Եթե Գրիգորը հիմա ընկրկեր, հայ եկեղեցին կդառնա պարզապես քաղաքական գործիք։ Եթե նա մեռներ, նրա արյունը կդառնար նոր պատերազմի սկիզբ։ «Ես չունեմ իշխանություն», ասաց Գրիգորը։ «Իմ իշխանությունը ծառայությունն է։ Եթե դուք ուզում եք իմ կյանքը, վերցրեք, այն վաղուց իմը չէ»։ Նա իջավ ներքև։ Զինվորները լարեցին աղեղները։ Բակուրը հանեց սուրը։ Ամեն ինչ պատրաստ էր սպանդի համար։ Գրիգորը քայլում էր դեպի մահը նույն հանգստությամբ, ինչպես քայլել էր դեպի Տրդատի գազանային երախը։ Բայց հանկարծ լեռան մյուս կողմից լսվեց ձիերի դոփյուն։ Ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ հազարավոր։ Փոշու ամպը ծածկեց արևը։ Դա Տրդատ թագավորն էր։ Նա իմացել էր դավադրության մասին։ Նա եկել էր իր զորքով, ոչ թե կռվելու, այլ պաշտպանելու իր հոգևոր հորը։ Երկու բանակները կանգնեցին դեմ դիմաց։ Մի կողմից ապստամբ նախարարները, մյուս կողմից թագավորական գունդը։ Եղբայրասպան պատերազմը թվում էր անխուսափելի։ Հայը հայի դեմ, քրիստոնյանը քրիստոնյայի դեմ։
Տրդատը իջավ ձիուց, նա մոտեցավ Բակուրին. «Դիր սուրդ», ասաց թագավորը, «եթե դու հարվածես նրան, դու կհարվածես Հայաստանի սրտին»։ «Նա թուլացնում է մեզ», գոռաց Բակուրը, «նա քարոզում է խոնարհություն, երբ մեզ պետք է ուժ։ Պարսիկները սպասում են սահմանին, եթե մենք դառնանք գառներ, նրանք մեզ կուտեն։ Ահա այն մեծագույն սուտը, որը միշտ փորձել է քանդել եկեղեցին»։ Գրիգորը կանգնեց երկուսի մեջտեղում։ «Ոչ, Բակուր», ասաց նա, «խոնարհությունը թուլություն չէ, խաչը փայտ չէ, այն զենք է։ Երբ մենք միասին ենք Աստծո հետ, ոչ մի պարսիկ չի կարող հաղթել մեզ, բայց եթե մենք ուտենք իրար, մեզ պետք չեն թշնամիներ»։ Եվ նա արեց մի բան, որը ցնցեց բոլորին. նա ծնկի իջավ Բակուրի առջև։ Հայոց հայրապետը ապստամբ իշխանի առջև։ «Եթե քեզ պետք է զոհ», ասաց նա, «ահա ես, բայց խնայիր զինվորներին, մի թափիլ հայի արյուն»։ Լռություն։ Բակուրի ձեռքը դողաց, նա նայեց ծերունուն, ով պատրաստ էր մեռնել խաղաղության համար, նա նայեց իր զինվորներին, ովքեր իջեցրել էին զենքերը, նա նայեց Տրդատին, ով լուռ սպասում էր։ Սուրը ընկավ նրա ձեռքից, զնգոցը լսվեց որպես հաղթանակի ղողանջ։ Բակուրը ընկավ ծնկների վրա և գրքեց Գրիգորի ոտքերը։ «Ներիր ինձ, հայր», հեծ գլտաց նա, «ես կույր էի»։ Հակամարտությունը լուծվեց ոչ թե արյամբ, այլ սիրով։ Տրդատը մոտեցավ և բարձրացրեց երկուսին էլ։ «Այսօր», ասաց թագավորը, «մենք հաղթեցինք ամենամեծ թշնամուն, մեր ներսի բաժանմանը»։ Հաջորդ տարիները դարձան Հայաստանի ոսկեդարի նախերգանքը։ Գրիգորը թեև վերադարձավ իր ճգնարանը, բայց նրա հոգին ներկա էր ամենուր։ Եկեղեցիները բազմանում էին, դպրոցները բացվում էին, բայց ամենակարևորը՝ մարդիկ փոխվեցին։ Նախարարները սկսեցին կառուցել վանքեր իրենց ամրոցների կողքին, գյուղացիները սկսեցին երգել շարականներ դաշտերում, և ահա եկավ վերջին օրը։ Գրիգորը զգաց, որ իր ժամանակը սպառվել է։ Նա կանչեց իր թոռանը Գրիգորիսին և ասաց. «Տեսնում ես այն լույսը, որը իջնում է Արարատից, դա մեր ապագան է, բայց հիշիր որդիս, այդ լույսը վառ պահելու համար պետք է յուղ, և այդ յուղը մեր սերն է միմյանց հանդեպ»։ Նա մահացավ մենակության մեջ, ինչպես ապրել էր։ Նրա մարմինը գտան հովիվները։ Նրանք չգիտեին, թե ով է նա։ Նրանք պարզապես թաղեցին նրան որպես մի անծանոթ ծերունու։ Եվ դա էր նրա վերջին դասը՝ մեծությունը պարզության մեջ է։ Երբ լուրը հասավ Վաղարշապատ, ամբողջ ազգը սկաց, բայց դա հուսահատության սուգ չէր, դա երախտագիտության արցունքներ էին։ Տրդատ թագավորը, ով արդեն ծերացել էր, կանգնեց մայր տաճարի խորանում։ «Նա գնաց», ասաց նա ժողովրդին, «բայց նա թողեց մեզ մի բան, որը անմահ է, նա թողեց մեզ եկեղեցին։ Եվ քանի դեռ կանգուն է այս տաճարը, կանգուն կլինի Հայաստանը։ Եվ այսօր, նայեք ձեր շուրջը, անցել են դարեր, կայսրություններ են կործանվել, թագավորներ են գնացել ու եկել, բայց Էջմիածինը կանգուն է, Խոր Վիրապը կանգուն է, և ամեն կիրակի, երբ հնչում է պատարագը, Մենք լսում ենք Գրիգորի ձայնը, մենք տեսնում ենք Հռիփսիմեի ժպիտը, մենք զգում ենք Գայանեի ուժը։ Նրանք չեն մահացել, նրանք ապրում են մեր մեջ։ Յուրաքանչյուր հայ, ով խաչակնքում է, Գրիգորի ժառանգն է։ Յուրաքանչյուր զինվոր, ով պաշտպանում է սահմանը, Վարդանի զինակիցն է։ Սիրելի հայրենակիցներ, այս պատմությունը ավարտվեց, բայց իրական պատմությունը շարունակվում է ձեր կյանքում։ Դուք ինչ կանեիք, եթե կանգնած լինեիք Բակուրի տեղում։ Կկարողանայիք իջեցնել սուրը, կկարողանայիք ներել, ինչպես Գրիգորը։ Գրեք մեկնաբանություններում։ Կիսվեք ձեր մտքերով։ Միգուցե ձեր խոսքը դառնա այն փոքրիկ լույսը, որը կվառի մեկ ուրիշի հավատքը։ Եվ հիշեք, մենք փոքր ազգ ենք, բայց մեր հավատքը մեծ է, և քանի դեռ մենք միասին ենք խաչի շուրջ, մենք անպարտելի ենք։ Փառք Աստծո, որ տվեց մեզ այսպիսի հայրեր, փառք Հայաստանին, որ ծնեց այսպիսի զավակներ, և փառք ձեզ, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Թող Աստված օրհնի մեր եկեղեցին և մեր ազգը։ Հավիտյանաս հավիտենից։ Ամեն։